Մաքրելով մի մանսարդայի հյուրասենյակը, նոր աշխատակիցը նկատում է, որ տան երեխան փորձում է շփվել առանց բառերի։ Երբ նա հասկանում է նշանները, հայտնաբերում է, որ տղան լուր տառապում է, անհապաղ օգնության կարիք ունի։ Անգիտակցաբար նա սկսում է մի փոփոխություն, որը հավերժ կփոխի այդ ընտանիքը։ Էլեկտրոնային դարպասը բացվեց խուլ, մետաղական ձայնով, բացելով տուֆե սալերով սալահատակված մի մուտք, որը գալարվում էր անթերի այգիների միջով։ Հասմիկ Կարապետյանն ուղղեց ուսի պայուսակի կապը, խորը շունչ քաշեց, փորձելով հանգստացնել ստամոքսում պարող նյարդերը։ Դա նրա աշխատանքի առաջին օրն էր Երանի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում, կենտրոնում գտնվող այդ առանձնատանը, նա պետք է լավ տպավորություն թողներ։ 28 տարեկանում, ամիսներ տաց գործազրկությունից Մալաթիա Սեբաստիա թաղամասի իր վարձակալած բնակարանի հյուրասենյակի սեղանիկին կուտակվող հաշիվներից հետո, այս հնարավորությունն ավելին էր, քան պարզապես աշխատավարձ։ Դա նորից սկսելու հնարավորություն էր։ 3 հարկանի առանձնատունը վեհորեն խոյանում էր նրա առջ, իր լայն պատուհաններով, որոնք պաշտպանված էին բաց գույնի փայտե շերտավարագույրներով, սպիտակ ու մոխրագույն երանգների ճակատամասով, որը ժամանակակից, բայց սառը տպավորություն էր թողնում։ Հասմիկը բարձրացավ գլխավոր մուտքի աստիճաններով, որտեղ միջին տարիքի մի կին սպասում էր նրան, դեմքին մի արտահայտություն, որը ժպիտի չէր նմանվում։ Մազերը հավաքված էին ամուր կոկոնի մեջ, համազգեստն անթերի էր, իսկ աչքերը կարծես գնահատում էին նորեկի յուրաքանչյուր մանրուք։ Վարդուհի։ Դայակը։ Հասմիկը գիտեր նրա անունը 2 օր առաջ ունեցած կարճ հեռախոսազրույցից, երբ համաձայնեցվել էին աշխատանքի ընդունման վերջին մանրամասները։ Այժմ, առերես, կինը լուր հեղինակություն էր ճառագում, ինչը Հասմիկին անմիջապես անհարմար զգացողություն պատճառեց։ Բարի լույս, ասաց Հասմիկը, ջանալով ձայնը հաստատուն պահել։ Ես Հասմիկն եմ, նոր աշխատակիցը։ Վարդուհին կարճ գլխով արեց մի կողմ քաշվեց դռնից, նշան անելով, որ ներս մտնի։ Ճշտապահեք։ Դա լավ է։ Պարոն Ռուբենը գնահատում է ճշտապահությունը։ Հետեք ինձ։ Տան ներսը նույնիսկ ավելի տպավորիչ էր, քան դրսից։ Մարմարե հատակներն արտացոլում էին լայն պատուհաններից ներս թափանցող լույսը, մինիմալիստական դիզայնով կահույքը զբաղեցնում էր տարածքը գրեթե վիրաբուժական ճշգրտությամբ, բացակայում էին այն բոլոր մանրուքները, որոնք տունը տան տեսք են տալիս։ Կահույքի վրա շրջանակված լուսանկարներ չկային, հյուրասենյակի անկյունում մոռացված խաղալիք չկար, ոչ մի նշան, որ այնտեղ երեխա է ապրում։ Ամեն ինչ կատարյալ էր, անդեմ, գրեթե թանգարանային։ Վարդուհին Հասմիկին տարավ կողային միջանցքով, արագ բացատրելով տան առօրյան։ Պարոն Ռուբենը տնից դուրս է գալիս առավոտյան 7-ին, հազվադեպ է վերադառնում երեկոյան 9-ից շուտ։ Շատ է աշխատում։ Միքայելը, նրա որդին, 6 տարեկան է օրվա ընթացքում իմ հսկողության տակ է։ Ձեր պարտականություններն են ընդհանուր մաքրություն, սենյակների կարգի բերում, պահանջի դեպքում պարզ ուտեստների պատրաստում։ Տղայի համար անհանգստանալ պետք չէ։ Դա իմ գործն է։ Այն ձև, որով Վարդուհին դա ասաց, հատուկ շեշտադրելով վերջին բառերը, գրեթե նախազգուշացման պես հնչեց։ Հասմիկը պարզապես գլխով արեց, տարօրինակ տպավորությունն իր մեջ պահելով։ Սա նրա առաջին աշխատանքը չէր հարուստ ընտանիքների տներում։ Տարիների ընթացքում նա սովորել էր, որ յուրաքանչյուր տուն ուներ իր չգրված կանոնները, իր լռությունները, իր անտեսանելի սահմանները, որոնք չպետք է հատվեին։ Ցույց տալուց հետո, թե որտեղ են պահվում մաքրության պարագաները, լվացքատունը խոհանոցը, Վարդուհին մատնացույց արեց երկրորդ հարկ տանող աստիճանը։ Պարոն Ռուբենն իր աշխատասենյակում առցանց հանդիպմանը։ Չի կարելի նրան անհանգստացնել։ Միքայելն իր սենյակում է։ Սկսեք հյուրասենյակից։ Այսօր այն ամբողջական մաքրության կարիք ունի։ Հասմիկը համաձայնեց, Վարդուհին արագ ու վճռական քայլերով անհետացավ աստիճանների վերում։ Մենակ մնալով, Հասմիկը մի պահ ունեցավ ընկալելու շրջապատող միջավայրը։ Այդ ողջ կատարելության մեջ ինչ-որ անհանգստացնող բան կար, կարծես տունը պարզապես գեղեցիկ ճակատամաս լիներ, որը թաքցնում էր մի բան, որը նա դեռ չէր կարողանում բացահայտել։ Նա թափ տվեց գլուխը, վանելով բացասական մտքերը։ Նա այստեղ էր աշխատելու, ոչ թե ուրիշների կյանքի մասին փիլիսոփայելու։ Զինվելով մաքրության պարագաներով, Հասմիկը սկսեց հյուրասենյակից մի ընդարձակ տարածք, բեժ գույնի կաշվելաած բազմոցով, պատին ամրացված հսկայական էկրանով, հեռուստացույցով, գրքերով լի մի գրադարակով, որոնք կարծես երբեք ձեռք չէին տվել։ Մակերեսները սրբելիս նա միջանցքից թույլ ձայն լսեց։ Փոքրիկ, տատանվող քայլեր։
Նա շրջվեց տեսավ մի տղայի, որը կանգնած էր հյուրասենյակի մուտքի մոտ։ Միքայել։ Նա իր տարիքի համար նիհար էր, թեթակի խառնված շագանակագույն մազերով, մեծ աչքերով, որոնք կրում էին մի տխրություն, որը չպետք է լիներ երեխայի մեջ։ Նա հագել էր մուգ կապույտ գիշերազգեստ ձեռքերից մեկը սեղմել էր գլխի կողքին, կարծես ցավ զգար։ Նրա շուրթերը շարժվում էին, բայց ձայն դուրս չէր գալիս։ Նրա աչքերը հանդիպեցին Հասմիկի աչքերին, մի պահ Հասմիկը սրտում սեղմում զգաց։ Ողջույն սիրելիս, ասաց Հասմիկը, կռանալով, որպեսզի նրա հասակին լինի։ Լավ ես։ Միքայելը չպատասխանեց։ Փոխարենը նա սկսեց տարօրինակ շարժումներ անել ազատ ձեռքով, արագ ճշգրիտ ժեստեր, որոնք Հասմիկն անմիջապես չկարողացավ հասկանալ։ Նա մատնացույց էր անում սեփական ականջը, հետո բռունցք անում ու բացում այն մի քանի անգամ, ափով դիպչում կրծքին, դեմքը ծամածրվում էր լուռ տառապանքի արտահայտությամբ։ Հասմիկը զգաց, որ ինչ-որ բան շարժվեց իր հիշողության մեջ։ Այդ ժեստերը։ Նա դրանք ճանաչում էր։ Կամ գոնե ճանաչել էր շատ տարիներ առաջ։ Իր զարմուհին, Լիլիթը, որը խուլ էր ծնվել, նման շարժումներ էր օգտագործում շփվելու համար, երբ իրենք երեխա էին։ Ժեստերի լեզու։ Հայերեն ժեստերի լեզու։ Բայց ինչու պետք է 6-ամյա տղան օգտագործեր ժեստերի լեզու մի տանը, որտեղ, ըստ երույթին, ոչ ոք չգիտեր այդ կերպ շփվել։ Հասմիկի սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Նա ավելի ուշադիր նայեց Միքայելին։ Նրա ժեստերը հուսահատ էին, համառ։ Նա ոչ միայն ականջի ցավից էր բողոքում։ Նա փորձում էր ավելին ասել, ինչ-որ հրատապ բան, որը կարծես ոչ ոք չէր ցանկանում հասկանալ։ Նախքան Հասմիկը կկարողանար պատասխանել, վարդուհու ձայնը սուր դանակի պես կտրեց լռությունը։ Միքայել։ Ինչ ես անում այստեղ։ Դայակն աստիճաններով իջավ տպավորիչ արագությամբ բռնեց տղայի թից ավելի ուժեղ, քան անհրաժեշտ էր։ Միքայելը կծկվեց, աչքերը լայն բացված, ժեստերն անմիջապես դադարեցին։ Նա ցավից էր բողոքում, բացատրեց Հասմիկը, դեռ կռացած, աճող անհանգստությամբ հետելով տեսարանին։ Կարծում եմ, ականջի հետ խնդիր ունի։ Վարդուհին աչքերը տնկեց Միքայելին ավելի մոտ քաշեց իրեն։ Նա միշտ է այդպիսի տեսարաններ սարքում։ Դրամատիկ է։ Ուշադրություն մի դարձրու։ Վերադարձիր քո աշխատանքին։ Բայց նա իսկապես անհանգիստ էր թվում, պնդեց Հասմիկը, չկարողանալով անտարբեր մնալ։ Գուցե պետք է բժշկի ցույց տալ։ Այն հայացքը, որ վարդուհին նետեց նրա վրա, այնքան սառն էր, որ Հասմիկը մի քայլ հետ գնաց։ Ես 4 տարի է, ինչ խնամում եմ Միքայելին։ Գիտեմ, երբ է նա իսկապես խնդիր ունենում, երբ է պարզապես ուշադրություն ուզում։ Դուք այստեղ եք 1 ժամից էլ քիչ։ Առաջարկում եմ կենտրոնանալ ձեր սեփական պարտականությունների վրա։ Առանց պատասխանի սպասելու։ Վարդուհին Միքայելին քարշ տվեց դեպի վերին հարկ։ Տղան վերջին անգամ հետ նայեց, նախքան աստիճանների վերում անհետանալը, նրա աչքերը հանդիպեցին Հասմիկի աչքերին մի լուռ խնդրանքով, որը նա չկարողացավ լիովին մեկնաբանել, բայց որը նրան հարվածեց ինչպես բռունցքի հարված ստամոքսին։ Հասմիկը երկար պահ կանգնած մնաց, մաքրող լաթը դեռ ձեռքին, սիրտը արագ բաբախում էր, ներսում աճում էր մի տհաճ զգացողություն։ Այստեղ ինչ-որ բան խորապես սխալ էր։ Նրա բոլոր բնազդները գոռում էին, որ այդ տղան տեսարան չէր սարքում, որ նա փորձում էր շփվել մի ձով, որն այդ տանը ոչ ոք կարծես չէր ցանկանում հասկանալ։ Նա մեխանիկորեն վերադարձավ աշխատանքին, բայց միտքը չէր կարողանում անջատվել նոր տեսածից։ Միքայելի ժեստերը։ Այն ձը, որով վարդուհին վերաբերվեց նրան։ Հոր լիակատար բացակայությունը։ Այդ կատարյալ սառը տունը, որը գեղեցիկ բանտի էր նման։ Ամեն ինչ միանում էր մի անհանգստացնող գլուխկոտրուկի մեջ, որը նա չէր կարողանում լուծել։ Ժամեր անց, երբ արդեն կեսօրն անց էր, նա մաքրում էր խոհանոցը, նա լսեց գլխավոր աստիճաններից իջնող քայլեր։ Շրջվեց տեսավ մի բարձրահասակ, լայնաթիկունք տղամարդու, քունքերին թեթակի ճերմակած մազերով։ Նա հագել էր մուգ կոստյում, առանց փողկապի տակ կաշվե պայուսակ էր պահում։ Ռուբեն Մկրտչյան։ Նրա նոր գործատուն։ Նա կանգ առավ, տեսնելով նրան, մի պահ իսկապես զարմացած թվաց, կարծես մոռացել էր, որ այդ օրը նոր աշխատակից պետք է սկսեր։ Դուք պետք է Հասմիկը լինեք։ Բարի գալուստ։ Վարդուհին ասաց, որ ճիշտ ժամանակին եք եկել։ Հիանալի է։ Շնորհակալություն, պարոն Ռուբեն։ Ուրախ եմ այստեղ լինել։
Նա անփութորեն գլխով արեց, աչքերն արդեն սահում էին դեպի մյուս ձեռքում պահած բջջայինի էկրանը։ Ես քիչ եմ տանը լինում, այնպես որ ցանկացած հարց լուծեք Վարդուհու հետ։ Նա գիտի այն ամենը, ինչ պետք է արվի։ Հասմիկը տատանվեց։ Նրա սովորությունը չէր խառնվել այն գործերին, որոնք իրեն չէին վերաբերում, բայց լուր լացող Միքայելի պատկերը դուրս չէր գալիս նրա մտքից։ Պարոն Ռուբեն, ներողություն հարցի համար, բայց Միքայելը լավ է։ Ավելի վաղ նկատեցի, որ նա ձեռքը ականջին էր դրել անհանգիստ էր թվում։ Ռուբենը հայացքը բարձրացրեց բջջայինից, բայց նրա արտահայտությունն ավելի շատ ընդհատվելուց առաջացած զայրույթ էր, քան որդու համար անկեղծ անհանգստություն։ Վարդուհին կզբաղվի դրանով։ Եթե լուրջ բան լիներ, նա ինձ կտեղեկացներ։ Միքայելը մի փոքր զգայուն լինելու հակում ունի։ Պետք չէ նրա համար անհանգստանալ։ Եվ այս կարճ ու անտարբեր պատասխանով Ռուբենը շարժվեց դեպի ավտոտնակ, Հասմիկին թողնելով խոհանոցում էլ ավելի մեծ ծանրությամբ սրտում։ Այդ մարդը հազիվ էր նայում սեփական որդուն։ Ամեն ինչ պատվիրակում էր դայակին շարունակում իր կյանքը, կարծես երեխան պարզապես իր պատասխանատվությունների ցուցակից մեկ կետ լիներ, որը պետք է կառավարվեր երրորդ անձանց կողմից։ Օրվա մնացած մասն անցավ ավտոմատ առաջադրանքների մշուշի մեջ։ Հասմիկը մաքրեց, կարգի բերեց, պատրաստեց ընթրիքը, համաձայն Վարդուհու թողած հրահանգների, բայց միտքը հեռու էր այնտեղից։ Նա վերադարձել էր հյուրասենյակի այն պահին, վերապրում էր Միքայելի հուսահատ ժեստերը, փորձում հիշել, թե ինչ էր անում Լիլիթը, երբ ուզում էր ինչ-որ կարևոր բան հաղորդել։ Երբ վերջապես եկավ տուն գնալու ժամանակը, արդեն երեկոյան 7-ն անց էր։ Հասմիկը հավաքեց պարագաները, վերցրեց պայուսակը, հրաժեշտ տվեց Վարդուհուն, որը հազիվ բարձրացրեց աչքերը բջջայինից, պատասխանելու համար։ Ամբողջ ճանապարհին ավտոբուսով մինչ իր բնակարանը Մալաթիա Սեբաստիայում, նա չէր կարողանում դադարել մտածել տղայի մասին։ Ինչ-որ բան կար, որ նա բաց էր թողնում, գլուխկոտրուկի մի հիմնական կտոր, որը եթե գտներ, ամբողջությամբ կփոխեր պատկերը։ Երբ տուն հասավ, պայուսակը շպրտեց բազմոցին ուղիղ գնաց դեպի հին նոութբուքը, որը պահում էր ճաշասեղանի վրա։ Միացրեց համակարգիչը, հենց որ ինտերնետ կապը հաստատվեց, սկսեց որոնել։ Հայերեն ժեստերի լեզվի նշաններ։ Ինչպես հասկանալ, թե արդյոք երեխան փորձում է շփվել նշանների միջոցով։ Ցավի նշանները խուլ երեխաների մոտ։ Տեսանյութերը սկսեցին հայտնվել էկրանին։ Հասմիկը դիտում էր բոլորը գրեթե մոլեգին ուշադրությամբ, նշումներ անում հին տետրում, վերագտնում մի լեզու, որը քնած էր իր հիշողության մեջ մանկությունից ի վեր։ Ցավի, օգնության, վախի նշանները։ Յուրաքանչյուր ժեստ, որ տեսնում էր, վերադարձնում էր տարիներ առաջ Լիլիթի հետ ունեցած լուր խոսակցությունների բեկորներ, նախքան Զարմուհին ընտանիքի հետ կտեղափոխվեր Սյունիքի մարզ, նրանք կկորցնեին կապը։ Որքան շատ էր սովորում, այնքան ավելի էր համոզվում, որ Միքայելն, այո, փորձում էր շփվել։ Եվ ինչն էլ ավելի անհանգստացնող էր, այն էր, որ այդ տանը ոչ ոք կարծես չէր ցանկանում լսել նրան։ Կամ գուցե չգիտեին ինչպես։ Հասմիկը ժամեր անցկացրեց, դիտելով ուսուցողական տեսանյութեր, վերասովորելով հիմնական նշաններ, գրի առնելով այն ամենը, ինչ կարող էր օգտակար լինել։ Երբ վերջապես նայեց ժամացույցին, արդեն կեսգիշերն անց էր։ Աչքերը այրվում էին հոգնածությունից, բայց միտքը էլեկտրականացած էր։ Հաջորդ օրը, երբ վերադառնար կենտրոնի այդ սառը առանձնատուն, նա այլ կերպ կվարվեր։ Կփորձեր իսկապես շփվել Միքայելի հետ։ Կփորձեր հասկանալ, թե ինչ էր այդ տղան գոռում իր լռության մեջ։ Նա պառկեց անկողնում, բայց քունը ուշ եկավ։ Երբ վերջապես քնեց, երազում տեսավ փոքրիկ ձեռքեր, որոնք հուսահատ ժեստեր էին անում օդում, մեծ աչքեր, որոնք օգնություն էին խնդրում, մի հսկայական ու դատարկ տուն, որտեղ ոչ ոք չէր կարողանում լսել երեխայի լուռ ճիչերը։ Հաջորդ օրը Հասմիկն արթնացավ անհրաժեշտից շուտ։ Նախաճաշի ընթացքում վերանայեց իր նշումները, լոգարանի հայելու առջ վարժեց մի քանի հիմնական նշաններ, տնից դուրս եկավ մի վճռականությամբ, որը վաղուց չէր զգացել։ Ինչ էլ որ լիներ Միքայելի այդ ժեստերի հետում եղած ճշմարտությունը, նա կբացահայտեր այն։ Այդ առավոտ ճանապարհը դեպի կենտրոն ավելի կարճ թվաց։ Երբ էլեկտրոնային դարպասը նորից բացվեց, նա բարձրացավ տուֆե սալահատակով դեպի մուտք, Հասմիկը զգաց նյարդայնության հրատապության խառնուրդ։ Վարդուհին նրան դիմավորեց նախորդ օրվա նույն չեզոք արտահայտությամբ, տվեց օրվա հրահանգները, անհետացավ Միքայելով զբաղվելու։ Հասմիկը սկսեց իր գործերը, բայց այս անգամ ուշադիր էր յուրաքանչյուր ձայնի, վերին հարկերից եկող յուրաքանչյուր շարժման նկատմամբ։
Ամբողջ առավոտ նա սպասում էր հնարավորության մի պահի, երբ կկարողանար Միքայելին մենակ գտնել, առանց Վարդուհու ահարկու ներկայության։ Հնարավորությունն ընձեռնվեց կեսօրից քիչ անց։ Վարդուհին իջավ հեռախոսազանգի պատասխանելու Հասմիկը, որը մաքրում էր երկրորդ հարկի միջանցքը, Միքայելի սենյակից աղմուկ լսեց։ Առանց երկու անգամ մտածելու, նա թեթակի թակեց դուռը բացեց այն։ Միքայելը նստած էր հատակին, շրջապատված գունավոր մատիտներով թղթերով, նկարում էր ինչ-որ բան, որը նա չկարողացավ հասկանալ։ Երբ նկատեց նրա ներկայությունը, գլուխը բարձրացրեց, աչքերը լայն բացվեցին։ Հասմիկը մտավ սենյակ, սահուն փակեց դուռը իր հետից։ Նա կրացավ տղայի առջ, սիրտը ուժգին բաբախում էր, արեց առաջին նշանը, որը այնքան շատ էր վարժել նախորդ գիշեր։ Աջ ձեռքը գավաթած դրած կրծքին։ Շարժվելով ներք։ Ամեն ինչ լավ է։ Արդյունքն անմիջական էր, կործանարար։ Միքայելի աչքերը լցվեցին արցունքներով։ Նրա ամբողջ դեմքը լուսավորվեց այնպիսի ուժգին թեթացման արտահայտությամբ, որ Հասմիկը կոկորդում խեղդոց զգաց։ Նա թողեց մատիտները, սկսեց մոլեգնորեն նշաններ անել, այնքան արագ, որ նա չկարողացավ լիովին հետել, բայց մի քանիսը նա ճանաչեց։ Ցավ։ Ականջ։ Օգնություն։ Եվ հետո մի բան, որը սառեցրեց Հասմիկի արյունը։ Մի ժեստ, որը նա չէր տեսել տեսանյութերում, բայց որը համատեքստը պարզ դարձրեց։ Նա մատնացույց արեց իր ականջը, հետո շարժում արեց, կարծես ինչ-որ բան էր դնում ներսում, դեմքը ծամածրվեց տառապանքից։ Նրա ականջում ինչ-որ բան կար։ Ինչ-որ բան, որը չպետք է այնտեղ լիներ։ Հասմիկը զգաց, որ ձեռքերը դողում են։ Նա նշան արեց, որ սպասի, առանց շատ մտածելու, թե ինչ է անում, պայուսակից հանեց փոքրիկ խոշորացույցը, որը միշտ կրում էր մանր տառեր կարդալու համար։ Զգուշությամբ մոտեցավ Միքայելին, ժեստերով թույլտվություն խնդրելով։ Տղան գլխով արեց, գլուխը թեքեց մի կողմ։ Խոշորացույցով պատուհանից ներս թափանցող բնական լույսի օգնությամբ Հասմիկը զննեց Միքայելի աջ ականջը։ Սկզբում նա ոչինչ չտեսավ, բացի նորմալ կառուցվածքից։ Բայց երբ տղան թեթակի փոխեց դիրքը, ավելի շատ թեքելով գլուխը, նա տեսավ։ Փոքր, գրեթե աննկատ, բայց հաստատապես այնտեղ։ Մի մետաղական առարկա, տեղադրված լսողական անցուղու մեջ, արհեստականորեն արտացոլելով լույսը։ Հասմիկը զգաց, որ ստամոքսը շուռ է գալիս։ Ինչ էր դա։ Ինչպես էր այնտեղ հայտնվել։ Եվ, ամենակարևորը, ով էր դրել։ Նախքան նա կկարողանար լիովին մարսել այն, ինչ տեսնում էր, սենյակի դուռը ուժգին բացվեց։ Նա շրջվեց, դեռ կրացած Միքայելի կողքին, շեմին հանդիպեց Ռուբեն Մկրտչյանին, որի արտահայտությունը տատանվում էր շփոթության զայրույթին մոտ ինչ-որ բանի միջ։ Ինչ է կատարվում այստեղ։ Հասմիկն արագ ոտքի կանգնեց, սիրտը խելահեղ բաբախում էր։ Պարոն Ռուբեն, ես պետք է ձեզ հետ խոսեմ։ Խոսքը Միքայելի մասին է։ Նրա ականջում ինչ-որ բան կա։ Ինչ-որ բան, որը չպետք է այնտեղ լինի։ Ռուբենը ճակատը կիտեց, ծանր քայլերով մտնելով սենյակ։ Ինչի՞ մասին ես խոսում։ Հասմիկը գիտեր, որ միայն մեկ հնարավորություն ունի դա ճիշտ անելու։ Խորը շունչ քաշեց, սկսեց բացատրել, բառերը դուրս էին թափվում նյարդային, բայց վճռական հոսքով։ Երեկ, երբ տեսա Միքայելին, նա նշաններ էր անում։ Հայերեն ժեստերի լեզվով։ Նա փորձում էր ասել, որ ականջը ցավում է։ Ես ամբողջ գիշեր ուսումնասիրել եմ, մի քանի նշան սովորել, այսօր կարողացա խոսել նրա հետ։ Նա ինձ ցույց տվեց, որ ականջի մեջ ինչ-որ բան կա։ Ես տեսա այս խոշորացույցով։ Այնտեղ մետաղական առարկա կա։ Ռուբենը մի պահ անշարժ մնաց, մարսելով տեղեկությունը։ Հետո, առանց մի բառ ասելու, մոտեցավ Միքայելին, կրացավ որդու կողքին։ Տղան, վախեցած հոր հանկարծակի ներկայությունից, թեթակի կծկվեց։ Բայց Ռուբենը, զարմանալի քնքշությամբ, զգուշորեն բռնեց որդու դեմքը, զննեց այն ականջը, որը Հասմիկը նշել էր։ Անցան վայրկյաններ, որոնք ժամեր թվացին։ Հետո Ռուբենը գունատվեց։ Մատները դողացին։ Նա տեսավ հենց այն, ինչ տեսել էր Հասմիկը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ դուք լսելու եք ձեր կյանքում։ Միքայելի սենյակում տիրող լռությունն այնքան ծանր էր, որ Հասմիկը զգում էր, թե ինչպես է դրա կշիռը ճզմում իր կուրծքը։
Ռուբենը շարունակում էր կռացած մնալ որդու կողքին, աչքերը հառած այն փոքրիկ մետաղական առարկային, որը չպետք է այնտեղ լիներ, ձեռքը թեթակի դողում էր, մինչ նա բռնել էր տղայի դեմքը մի քնքշությամբ, որը հակասում էր իր ներսում ակնհայտորեն բորբոքվող փոթորկին։ Միքայելը անշարժ էր մնում, մեծ աչքերը հերթով նայում էին հորն ու Հասմիկին, կարծես փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց մինույն ժամանակ թեթացած էր, որ վերջապես ինչ-որ մեկը տեսավ այն, ինչ նա փորձում էր ցույց տալ։ Արցունքները լուռ հոսում էին նրա այտերով, բայց դրանք այլս հուսահատության արցունքներ չէին։ Դա այլ բան էր։ Թեթացում, խառնված վախի հետ, հույս խառնված անորոշության հետ։ Ինչպես է սա այստեղ հայտնվել, մրմնջաց Ռուբենը, ավելի շատ իր համար, քան որե մեկի։ Նրա ձայնը խռպոտ էր, լի մի զգացմունքով, որը նա ակնհայտորեն սովոր չէր արտահայտել։ Ինչպես ես չտեսա։ Ինչպես ես չնկատեցի։ Հասմիկը չգիտեր, պետք է պատասխաներ, թե լուռ մնար։ Նա նախընտրեց լուռ մնալ, թույլ տալով այդ հորը մարսել իր բացահայտածի մեծությունը։ Բայց լռությունը երկար չտեց։ Արագ քայլեր հնչեցին միջանցքում, վարդուհին հայտնվեց դռան մոտ, արտահայտությունը վերածված զուտ վրդովմունքի, երբ տեսավ Հասմիկին Միքայելի սենյակում։ Ինչ ես կարծում, թե անում ես։ Ես երեկ ասացի, որ տղան իմ պատասխանատվությունն է։ Դու իրավունք չունես այստեղ լինելու։ Ռուբենը կտրուկ շարժումով ոտքի կանգնեց, դառնալով դեպի դայակը մի արտահայտությամբ, որը Հասմիկը երբեք ոչ մեկի մոտ չէր տեսել։ Դա զսպված զայրույթի, խորը հիասթափության հուսահատությանը սահմանակից ինչ-որ բանի խառնուրդ էր։ Վարդուհի, ինչ է սա Միքայելի ականջում։ Դայակը թարթեց, ակնհայտորեն զինաթափված հարցից տոնից։ Ինչի՞ մասին եք խոսում, պարոն։ Սրա մասին Ռուբենը մատնացույց արեց որդուն, ձայնը մի տոն բարձրացավ։ Իմ որդու ականջի մեջ մետաղական բան կա։ Մի առարկա, որը ինչ-որ մեկի կողմից է այնտեղ դրվել։ Եվ ես ուզում եմ իմանալ, թե ով է եղել ինչու։ Վարդուհու դեմքն անցավ մի շարք փոխակերպումների միջով։ Սկզբում շփոթություն, հետո մի բան, որը նյարդայնության էր նման, վերջապես իրավիճակի վերահսկողությունը վերականգնելու փորձ։ Պարոն Ռուբեն, Միքայելը միշտ դրամատիկ է եղել առողջական հարցերում։ Համոզված եմ, որ լուրջ բան չկա։ Նա հավանաբար խաղալիս ինչ-որ բան է դրել, հիմա չափազանցնում է, ինչպես միշտ։ Մի ստիր ինձ, Վարդուհի։ Ռուբենի ձայնն այժմ վտանգավոր ցածր էր։ Ես տեսա։ Հասմիկը տեսավ։ Այնտեղ ինչ-որ բան կա, դա խաղալիք չէ։ Հիմա նորից եմ հարցնում։ Ինչպես է դա հայտնվել իմ որդու ականջում։ Լռությունը ձգվեց երկար վայրկյաններ։ Հասմիկը տեսնում էր Վարդուհու աչքերի հետում տեղի ունեցող կոնֆլիկտը, ներքին պայքարը, պահպանել կեղծիքը, թե խոստովանել ինչ-որ բան, որն ակնհայտորեն վարկաբեկում էր նրան։ Միքայելը, դեռ նստած հատակին, լայն բացված աչքերով հետում էր ամեն ինչին, փոքրիկ ձեռքերը բռնել էին սեփական վերնաշապիկի քղանցքը։ Վերջապես, Վարդուհին հոգոց հանեց, նրա կեցվածքը փոխվեց։ Պաշտպանական կոշտությունը տեղի տվեց մի բանի, որը հրաժարականի էր նման, բայց նրա ձայնում դեռ վիրավորված հպարտության նոտա կար։ Լավ։ Ես եմ դրել։ Բայց դա այն չէ, ինչ դուք մտածում եք։ Ռուբենը մի քայլ առաջ արեց, բռունցքները սեղմված մարմնի կողքերին։ Բացատրիր։ Հիմա։ Վարդուհին ձեռքերը խաչեց կրծքին, գզակը բարձրացնելով, փորձելով ինչ-որ արժանապատվություն պահպանել։ Դա ձայնի փոփոխված ուժեղացուցիչ է։ Մի սարք, որը ես մշակել եմ էլեկտրոնիկայից հասկացող մի ծանոթի օգնությամբ։ 3 շաբաթ առաջ եմ դրել։ Ձայնի ուժեղացուցիչ, կրկնեց Ռուբենը, ձայնը լի անհավատությամբ։ Դու էլեկտրոնային սարք ես դրել իմ 6-ամյա որդու ականջի մեջ, առանց իմ իմացության կամ թույլտվության։ Ես փորձում էի օգնել, պատասխանեց Վարդուհին, ձայնն այժմ պաշտպանական երանգ ուներ։ Դուք երբեք տանը չեք, երբեք ուշադրություն չեք դարձնում Միքայելին։ Նա խուլ է, պարոն Ռուբեն։ Լիովին խուլ, ի ծնե։ Եվ դուք վարվում եք այնպես, կարծես դա կարևոր չէ, կարծես տարբերություն չկա։ Ամեն ինչ ինձ եք պատվիրակում, շարունակում ձեր կյանքը։ Մտածեցի, որ եթե կարողանամ ստիպել նրան լսել, թեկուզ մի փոքր, դուք վերջապես կտեսնեք ձեր ունեցած որդուն։ Բառերը Ռուբենին հարվածեցին ապտակների պես։ Հասմիկը տեսավ, թե ինչպես նա թեթակի հետ գնաց, կարծես ֆիզիկապես հարված ստացած լիներ։ Բայց զայրույթը չթուլացավ։
Այն ուժեղացավ, այժմ խառնվելով տեսանելի մեղքի զգացումի հետ, որը խեղաթյուրում էր նրա դիմագծերը։ «Ուրեմն քո լուծումը իմ որդուն տանջելն էր», գրեթե գոռաց Ռուբենը։ Չփորձարկված առարկա մտցնել երեխայի ականջի մեջ։ «Գաղափար ունես, թե ինչ վնաս կարող էիր պատճառել։ Գիտակցում ես քո արածի հանցավոր անպատասխանատվությունը»։ «Ես ոչ ոքի չէի տանջում», բողոքեց Վարդուհին, բայց նրա ձայնն այլևս նույն համոզմունքը չուներ։ «Ես փորձում էի խթանել նրան, ստիպել, որ նրա ուղեղը արձագանքի ձայներին։ Այդ մասին հետազոտություններ կան, խուլ երեխաների լսողական խթանման վերաբերյալ։ Վերահսկվող հետազոտություններ, արված բժիշկների կողմից, անվտանգ միջավայրում», հակադարձեց Ռուբենը։ «Ոչ թե սիրողական փորձեր, արված մի դայակի կողմից, որը կարծում եք, թե մասնագետներից ավելի շատ գիտի։ Դու բժիշկ չես, Վարդուհի։ Դու որակավորում չունես դա անելու։ Դուք պետք է շնորհակալ լինեիք», պնդեց Վարդուհին, այժմ ակնհայտորեն հուսահատ։ Վերջին շաբաթներին Միքայելը արձագանքում է որոշ ձայների։ «Ես տեսել եմ։ Երբ նրա հետում ծափ եմ տալիս, նա երբեմն գլուխը շրջում է։ Սարքն աշխատում էր։ Կամ նա խուճապի մեջ էր ցավից», վերջապես խոսեց Հասմիկը, այլևս չկարողանալով լուռ մնալ։ «Չեմ կարող լուռ լսել սա։ Այդ տղան տառապում էր։ Ես դա տեսա նրա դեմքին երեկ։ Տեսա այն ժեստերում, որ նա անում էր, օգնություն խնդրելով։ Նրան չէին խթանում։ Նրան վնասում էին»։ Վարդուհին շրջվեց դեպի Հասմիկը մի հայացքով, որը կարող էր սպանել։ «Դու ոչինչ չգիտես։ 2 օր է, այստեղ ես կարծում ես, թե հասկանում ես իրավիճակը։ Ես այս տղային խնամել եմ 4 տարի։ Իմ կյանքն եմ նվիրել նրան, մինչդեռ հայրը հազիվ էր նայում որդու երեսին։ Ես արել եմ այն, ինչը լավագույնն եմ համարել»։ «Այն, ինչը լավագույնն ես համարել», կրկնեց Ռուբենը, ձայնը դուրս գալով ցածր մռնչյունով։ «Փորձարարական առարկա դնել իմ որդու ականջում, առանց որևէ բժշկական հսկողության։ Անտեսել նրա ցավի նշանները։ Որովհետև համոզված եմ, որ նա փորձել է քեզ ասել, որ տառապում է, այնպես չէ, Վարդուհի։ Եվ դու անտեսել ես։ Նրան դրամատիկ ես անվանել։ Չափազանց զգայուն»։ Վարդուհին չպատասխանեց։ Պարզապես կանգնած մնաց այնտեղ, ձեռքերը դեռ խաչած, բայց այժմ ուսերը կախ, պարտված։ Ռուբենը ձեռքը տարավ մազերի միջով ծայրահեղ հիասթափության ժեստով, հետո որոշում կայացրեց։ «Դու ազատված ես։ Ուզում եմ, որ հիմա դուրս գաս իմ տնից»։ «Պարոն Ռուբեն», սկսեց Վարդուհին, բայց նա բարձրացրեց ձեռքը, կտրելով ցանկացած վիճաբանության փորձ։ «Հիմա, Վարդուհի։ Վերցրու իրերդ հեռացիր։ Ամսվա աշխատավարձը լրացուցիչ փոխհատուցումը վաղը կփոխանցեմ քո հաշվին։ Բայց ուզում եմ, որ հաջորդ 30 րոպեի ընթացքում այստեղից դուրս լինես։ Եվ եթե իմանամ, որ նման բան արել ես մեկ այլ երեխայի հետ, ես անձամբ կհոգամ, որ դրա համար օրենքի առաջ պատասխան տաս»։ Դայակը բացեց բերանը, կարծես բողոքելու էր, բայց Ռուբենի արտահայտության մեջ ինչ-որ բան ստիպեց նրան վերանայել իր որոշումը։ Վերջին դժգոհ պարտված հայացքով նա շրջվեց դուրս եկավ սենյակից, նրա քայլերն արձագանքեցին միջանցքում, մինչ անհետացավ 3-րդ հարկի իր սենյակում։ Հենց որ նա դուրս եկավ, Ռուբենն ընկավ Միքայելի մահճակալի եզրին, ձեռքերը տանելով դեմքին։ Հասմիկը տեսնում էր նրա ուսերի դողը, մեղքի ճնշող բեռը, որը թափվում էր նրա վրա։ Միքայելը մնաց հատակին, հորը դիտելով մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր շփոթության տատանվող հույսի։ «Ես չգիտեի», ասաց Ռուբենը, ձայնը խլացված, դեմքը ծածկող ձեռքերով։ «Ես չգիտեի, որ նա տառապում է»։ «Ինչպիսի՞։ Հայր եմ ես, որ չեմ նկատում, երբ սեփական որդին տանջանքների մեջ է»։ Հասմիկը դանդաղ մոտեցավ, կրանալով Միքայելի կողքին։ «Պարոն Ռուբեն, հիմա ամենակարևորը այդ առարկան անվտանգ հեռացնելն է, Միքայելին բժշկի տանելը։ Հետո ժամանակ կլինի այս ամենը մարսելու համար»։ Ռուբենը բարձրացրեց դեմքը, Հասմիկը տեսավ, որ աչքերը կարմրել են։ «Դու գիտես, թե ինչպես հանել դա»։ «Համոզված չեմ», խոստովանեց Հասմիկը։ «Բայց կարծում եմ, եթե շատ զգույշ լինենք, կարող ենք փորձել։ Կամ կարող ենք ուղիղ հիվանդանոց գնալ»։ Ռուբենը նայեց Միքայելին, որը ուշադիր հետում էր երկուսին։ Տղան ձեռքերով նշան արեց, մատնացույց անելով Հասմիկին, իսկ հետո սեփական ականջը։ Հաղորդագրությունը պարզ էր։ Նա վստահում էր նրան։ «Խնդրում եմ», մեղմ ասաց Ռուբենը։
Փորձիր։ Բայց եթե որը դիմադրություն լինի, կանգ կառնենք կգնանք հիվանդանոց։ Հասմիկը համաձայնեց։ Նա խնդրեց, որ Ռուբենը բերի լապտեր, շատ բարակ պինցետ, որը գիտեր, որ կա տան առաջին օգնության պարագաների հավաքածուի մեջ մի փոքր հանքային յուղ, որը տեսել էր խոհանոցում։ Երբ Ռուբենը վերադարձավ իրերով, նա դրանք զգուշորեն դասավորեց իր կողքին, հետո մոտեցավ Միքայելին։ Նա խոսեց նրա հետ իր իմացած նշանների համընդհանուր ժեստերի միջոցով, որոնք ցանկացած երեխա կհասկանար։ Բացատրեց, թե ինչ է անելու, խնդրեց, որ շատ անշարժ մնա, խոստացավ, որ հնարավորինս զգույշ կլինի։ Միքայելը գլխով համաձայնեց, նրա վստահությունը Հասմիկի նկատմամբ տեսանելի էր յուրաքանչյուր շարժման մեջ։ Ռուբենի լապտերը պահելով լսողական անցուղին լուսավորելով, Հասմիկը մի փոքր քանակությամբ հանքային յուղ քսեց բացվածքի շուրջ, հուսալով, որ դա կհեշտացնի առարկայի հեռացումը։ Հետո, պինցետով չափազանց ամուր ձեռքով, սկսեց աշխատել։ Դա դանդաղ մանրակրկիտ գործընթաց էր։ Առարկան փոքր էր, մոտ 3 մմ տրամագծով, ուներ փոքր ելուստներ, որոնք կարծես նախատեսված էին այն տեղում պահելու համար։ Հասմիկն աշխատում էր մի համբերությամբ, որը չգիտեր, թե ունի, միլիմետր առ միլիմետր, կարգավորելով պինցետի անկյունը, թեթակի հանելով, հետ գնալով, երբ դիմադրություն էր զգում։ Միքայելը լիովին անշարժ մնաց, միայն մի քանի լուռ արցունքներ էին հոսում նրա այտերով։ Ռուբենը մի ձեռքով պահում էր լապտերը, իսկ մյուսով որդու ազատ ձեռքը, թեթակի սեղմելով այն ամեն անգամ, երբ տեսնում էր, որ տղան ցավից կծկվում է։ Հավերժություն թվացող, բայց հավանաբար ընդամենը 5 րոպե տաց ժամանակից հետո Հասմիկը զգաց, որ առարկան տեղի է տալիս։ Վերջին զգույշ շարժումով նա այն ամբողջությամբ հեռացրեց։ Այն ավելի մեծ էր, քան թվում էր, երբ դեռ ականջի մեջ էր։ Մի փոքր մետաղական գլան, տեսանելի պարզունակ սխեմաներով այն ելուստներով, որոնք այդքան տառապանք էին պատճառել։ Վերջ, մեղմ ասաց Հասմիկը, առարկան ցույց տալով Ռուբենին։ Դուրս է։ Միքայելը ձեռքը տարավ ականջին, դիպչելով այն հատվածին, որն այժմ ազատ էր։ Եվ հետո երկու մեծահասակների համար էլ անակնկալ, նա սկսեց լաց լինել։ Բայց դա ցավի լաց չէր։ Դա զուտ, բացարձակ, ազատագրող թեթացում էր։ Հեկեկոցները ցնցում էին նրա փոքրիկ մարմինը, մինչ նա նետվեց Հասմիկի գրկը, կառչելով նրանից, կարծես նա փրկողակ լիներ։ Հասմիկը գրկեց նրան, զգալով, որ իր սեփական արցունքներն են սկսում թափվել։ Ռուբենը մնաց նստած մահճակալի եզրին, սարսափելի առարկան դեռ ձեռքին, դիտելով տեսարանը կործանված արտահայտությամբ։ Շնորհակալ եմ, ասաց նա, ձայնը հազիվ շշուկից բարձր։ Ես չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնել քո արածի համար։ Հասմիկը պարզապես գլուխը շարժեց, դեռ գրկած պահելով Միքայելին։ Պետք է նրան բժշկի տանենք։ Համոզվենք, որ մշտական վնաս չկա։ Ռուբենը համաձայնեց, առաջին անգամ, երբ Հասմիկը նրան ճանաչում էր, նրա աչքերում իրական վճռականություն տեսավ։ Ոչ թե գործարարի սառը վճռականությունը, որը գործարքներ է կնքում, այլ հոր կրքոտ վճռականությունը, որը վերջապես արթնանում էր այն բանի համար, ինչն իսկապես կարևոր էր։ Նրանք ուղիղ գնացին Նաիրի բժշկական կենտրոն։ Ամբողջ ճանապարհին մեքենայում Միքայելը մնաց հետի նստարանին, Հասմիկի կողքին, բռնած նրա ձեռքը, կարծես վախենում էր, որ նա կարող է անհետանալ։ Ռուբենը լուր վարում էր, աչքերը հերթով նայում էին ճանապարհին հետի հայելուն, որդուն դիտելով մի ուշադրությամբ, որը հավանաբար երբեք նախկինում չէր ցուցաբերել։ Հիվանդանոցում նրանց արագ սպասարկեցին։ Բժիշկը, փորձառու օտորինոլարինգոլոգ բժիշկ Վարդանյանը, զգուշորեն զննեց Միքայելին, մի շարք հարցեր տվեց, վերջապես տվեց ախտորոշումը։ Օտար մարմնի պատճառով առաջացել էր թեթ լսողական վարակ, բայց ոչինչ, որ հակաբիոտիկները չկարողանային լուծել։ Լսողական անցուղին գրգռված էր, մի քանի օր զգայունություն կլիներ, բայց մշտական վնաս չէր թվում։ Մեծ բախտ է, որ հանեցիք, երբ հանեցիք, բացատրեց բժիշկ Վարդանյանը, ուղիղ նայելով Ռուբենին։ Եվս մի քանի շաբաթ, իրավիճակը կարող էր լրջորեն բարդանալ։ Խուլ երեխաների մոտ ականջի վարակները կարող են հատկապես վտանգավոր լինել, քանի որ նրանք չեն կարող բանավոր հաղորդել ցավի աճի մասին։ Ռուբենը գլխով արեց, մեղքի զգացումն էլ ավելի ծանրանալով նրա ուսերին։ Դուրս գրեցին դեղատոմսը, Ռուբենը հավաստիացրեց, որ անմիջապես կսկսի բուժումը։ Դուրս գալուց առաջ բժիշկը Հասմիկին մի կողմ տարավ։ Դուք եք բացահայտել, հարցրեց նա ցածրաձայն։ Հասմիկը համաձայնեց։ Նա փորձում էր շփվել ժեստերի լեզվով։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Բժիշկ Վարդանյանը տխուր ժպտաց։
Դուք փրկել եք այս տղային։ Ոչ միայն վարակից, այլ շատ ավելի վատ բանից։ Անտեսանելիությունից։ Երբ քեզ ոչ ոք չի տեսնում, երբ քեզ ոչ ոք չի լսում, դու դադարում ես գոյություն ունենալուց։ Դուք նրան վերադարձրիք իր գոյությունը։ Բառերը մնացին Հասմիկի հետ ամբողջ հետդարձի ճանապարհին։ Երբ հասան առանձնատուն, արդեն գիշեր էր։ Վարդուհին հեռացել էր տնից, նրա իրերն այլս այնտեղ չէին, սենյակների վրա այլ լռություն էր կախված։ Դա այլս անտարբերության սառը լռությունը չէր։ Դա անցման լռությունն էր, տարածքի, որը պատրաստվում էր լցվել ինչ-որ նոր բանով։ Ռուբենը ընթրիք պատրաստեց երեքի համար։ Ոչ մի բարդ բան, պարզապես մակարոն, լոլիկի սոուսով քերած պանրով, բայց դա առաջին կերակուրն էր, որ նրանք միասին կերան։ Միքայելը դանդաղ կերավ, դեռ զգայուն, բայց նրա աչքերում մի փայլ կար, որը նախկինում չկար։ Եվ ամբողջ ընթրիքի ընթացքում նա աչքերը չէր կտրում Հասմիկից, կարծես նա հրաշք լիներ, որն իր կյանքում երկնքից էր իջել։ Միքայելի քնելուց հետո Ռուբենը խնդրեց, որ Հասմիկը մի փոքր մնա։ Նրանք նստեցին հյուրասենյակում, նույն այնտեղ, որտեղ Հասմիկն առաջին անգամ տեսել էր տղային, ընդամենը 2 օր առաջ։ Թվում էր, թե հավերժություն է անցել։ Ես պետք է քեզ ինչ-որ բան խնդրեմ, սկսեց Ռուբենը, ձեռքերը միահյուսած, արմունկները հենած ծնկներին։ Եվ դու լիովին իրավունք ունես մերժելու։ Բայց ես պետք է փորձեմ։ Հասմիկը սպասեց, հետաքրքրված։ Ես ուզում եմ սովորել, շարունակեց նա։ Ժեստերի լեզու։ Ես ուզում եմ սովորել շփվել իմ որդու հետ այնպես, ինչպես նրան է պետք։ Եվ ես կուզեի, որ դու ինձ սովորեցնեիր։ Հասմիկը թարթեց, զարմացած։ Պարոն Ռուբեն, ես ուսուցիչ չեմ։ Ես մանկությանս տարիներին իմ զարմուհու հետ եմ միայն հիմնական բաներ սովորել։ Ես սահուն չեմ խոսում։ Բայց դու ինձնից ավելին գիտես։ Եվ Միքայելը վստահում է քեզ։ Խնդրում եմ։ Նա բարձրացրեց աչքերը, Հասմիկն այնտեղ մի բան տեսավ, որը նախկինում չէր տեսել։ Անկեղծ խոցելիություն։ Ես լիովին ձախողվել եմ որպես հայր։ Ես իմ որդուն թողել եմ մեկի ձեռքին, ով նրան վնասել է, նույնիսկ չեմ նկատել։ Ես չեմ կարող փոխել անցյալը, բայց կարող եմ փորձել այսուհետ այլ կերպ վարվել։ Եվ դրա համար ես պետք է կարողանամ խոսել նրա հետ։ Իսկապես։ Հասմիկը զգաց, որ ինչ-որ բան շարժվեց իր կրծքում։ Այստեղ մի մարդ էր, որը լիովին կոտրվում էր, թույլ տալով, որ իր պաշտպանական պատերն ընկնեն, ընդունելով իր սխալները օգնություն խնդրելով։ Դա մի բան չէր, որ նա ամեն օր էր տեսնում։ Եվ Միքայելն արժանի էր ունենալ մի հայր, որը կաներ այդ ջանքը։ Լավ, մեղմ ասաց նա։ Ես կսովորեցնեմ այն, ինչ գիտեմ։ Եվ մենք կարող ենք միասին սովորել։ Առցանց տեսանյութեր կան, դասընթացներ։ Մենք կարող ենք դա պարտավորություն դարձնել։ Ռուբենի դեմքը լուսավորվեց մի բանով, որը կարելի էր հույս անվանել։ Շնորհակալ եմ։ Եվ Հասմիկ, խնդրում եմ, ինձ Ռուբեն կոչիր։ Առանց, պարոն Ի։ Այսօրվանից հետո, կարծում եմ, մենք պաշտոնականություններից անդին ենք անցել։ Հասմիկը ժպտաց։ Լավ, Ռուբեն։ Հաջորդ օրերին նրանք առօրյա հաստատեցին։ Ամեն առավոտ, նախքան Ռուբենը աշխատանքի կգնար, նա Հասմիկը նստում էին խոհանոցի սեղանի շուրջ, բաց նոթբուքով, դիտում էին ժեստերի լեզվի տեսանյութեր, վարժում էին նշաններ, սխալներ անում, ծիծաղում սեփական անհաջողությունների վրա։ Եվ երրորդ օրը մի կախարդական բան տեղի ունեցավ։ Միքայելը իջավ նախաճաշի, տեսնելով հորը, որը Հասմիկի հետ նշաններ էր վարժում, կանգ առավ խոհանոցի մուտքի մոտ։ Երկու մեծահասակները նրան անմիջապես չտեսան, կենտրոնացած լինելով ձեռքի այբուբենը տիրապետելու փորձերի վրա։ Երբ վերջապես նկատեցին նրա ներկայությունը, Միքայելն արդեն մոտեցել էր, երեխաներին բնորոշ անսահման համբերությամբ սկսեց ուղղել հոր ժեստերը։ Ռուբենը մի պահ սառեց, որդուն նայելով զուտ հուզմունքի արտահայտությամբ։ Եվ հետո դանդաղ փորձեց այն նշանը, որը նոր էին սովորել։ Բարի լույս։ Միքայելը ժպտաց։ Այն հսկայական անկեղծ ժպիտը, որը Ռուբենը հավանաբար երբեք նախկինում չէր տեսել։ Եվ պատասխանեց նույն նշանով, բայց կատարելապես կատարված։ Այդ պահից սկսած, երեքը միաժամանակ դարձան աշակերտներ ուսուցիչներ, յուրաքանչյուրը նպաստելով իր իմացածով, սովորելով սխալներից տոնելով յուրաքանչյուր փոքր հաղթանակ։ Տունը սկսեց փոխվել։
Պատերին հայտնվեցին նկարներով նշաններով կպչուն թղթեր։ Պատուհան, դուռ, ջուր, ուտելիք։ Յուրաքանչյուր սենյակ դարձավ դասասենյակ, յուրաքանչյուր առարկա սովորելու հնարավորություն։ Եվ այս ամենի կենտրոնում Միքայելը ծաղկում էր ինչպես մի ծաղիկ, որը ամիսներ շարունակ ստվերում մնալուց հետո վերջապես արև ստացել։ Առարկայի հեռացումից մեկ շաբաթ անց, առավոտյան դասերից մեկի ժամանակ, Միքայելը Հասմիկին Ռուբենին մի բան ցույց տվեց։ Նկարների մի տետր, որը նա պահում էր մահճակալի տակ։ Էջ առ էջ նկարազարդումներ, որոնք լուռ պատմություններ էին պատմում։ Որոշները տխուր էին, ցույց տալով մի տղայի, որը մենակ էր մեծ սենյակներում։ Մյուսները շփոթեցնող էին, ցույց տալով ձեռքեր, որոնք փորձում էին շփվել մարդկանց հետ, ովքեր այլ կողմ էին նայում։ Բայց վերջին էջը տարբեր էր։ Այն նոր էր։ Դրանում Միքայելը նկարել էր Հասմիկին, խոշորացույցը ձեռքին, ինքն իրեն նրա կողքին ժպտալիս, երկու կերպարների վերում մանկական, բայց ամուր ձեռագրով գրված մեկ բառ, որը ստիպեց Հասմիկի աչքերը այրվել։ Հաջորդ օրերը նման էին դանդաղեցված կադրերով մետամորֆոզ դիտելուն։ Առանձնատունը, որը նախկինում մարմարելուր դամբարանի էր նման, վերածվում էր կենդանի, բաբախող, մի էներգիայով լի բանի, որը գոյություն չուներ, երբ Հասմիկն առաջին անգամ այնտեղ ոտք էր դրել։ Ռուբենը, որը սովորաբար տնից դուրս էր գալիս առավոտյան 7-ին վերադառնում երեկոյան 9-ին, այժմ դուրս էր գալիս 9-ին վերադառնում 6-ին։ Նա չեղարկեց հանդիպումներ, պատվիրակեց նախագծեր, վերակազմակերպեց իր ողջ օրակարգը մի առաջնահերթության շուրջ, որը միշտ պետք է առաջինը լիներ, բայց որը նա տարիներ շարունակ անտեսել էր։ Միքայելը։ Հասմիկը ականատես էր լինում յուրաքանչյուր փոփոխության ուրախության հուզմունքի խառնուրդով, որը երբեմն անակնկալի էր բերում նրան։ Դա այլս պարզապես աշխատանք չէր։ Նա դարձել էր ավելի մեծ բանի մաս, մի փոխակերպման, որը դուրս էր աշխատավարձերի պայմանագրային պարտավորությունների շրջանակներից։ Նա օգնում էր վերականգնել մի ընտանիք, որը քայքայվել էր առանց որևէ մեկի նկատելու։ Առավոտները դարձան սուրբ ծեսեր։ Երեքը հավաքվում էին խոհանոցում, միասին նախաճաշում առնվազն 1 ժամ զբաղվում էին ժեստերի լեզվով, նախքան օրվա պարտականությունները կսկսվեին։ Միքայելը համբերատար, բայց խիստ ուսուցիչ էր, ուղղելով յուրաքանչյուր սխալ կատարված ժեստը մեկի լրջությամբ, ով հասկանում էր ճշգրիտ հաղորդակցության կարևորությունը։ Ռուբենը ամեն ինչ կլանում էր սպունգի պես, մտապահելով յուրաքանչյուր նշան, յուրաքանչյուր դիմախաղ, որը փոխում էր ժեստի իմաստը։ Եվ կամաց-կամաց իրական խոսակցություններ սկսվեցին։ Դրանք ոչ միայն առանձին բառեր կամ հիմնական նախադասություններ էին։ Դրանք անկեղծ փոխանակումներ էին, հարցեր այն մասին, թե ինչպես է անցել օրը, պատմություններ նախորդ գիշերվա երազների մասին, ներքին կատակներ, որոնք ստիպում էին երեքին միասին ծիծաղել։ Տունը, որը նախկինում արձագանքում էր միայն քայլերի փակվող դռների ձայնով, այժմ թրթռում էր լուռ, բայց իր իմաստով որոտալից հաղորդակցությամբ։ Միքայելը սկսեց իր նկարները թողնել տան տարբեր մասերում։ Ոչ թե մահճակալի տակ թաքցրած, այլ հպարտությամբ ցուցադրված։ Ռուբենը շրջանակներ գնեց գլխավոր միջանցքը վերածեց որդու տաղանդին նվիրված պատկերասրահի։ Յուրաքանչյուր նկար մի պատմություն էր պատմում։ Մեկը ցույց էր տալիս երեքին նստած խոհանոցի սեղանի շուրջ, ձեռքերը օդում նշաններ կազմելով։ Մյուսը պատկերում էր Միքայելին այգում, թիթեռներ դիտելիս։ Կար մեկը, որտեղ տղան պառկած էր մահճակալին, բաց գիրքը նրա առջ, կորած երակայական աշխարհներում։ Բայց այն, ինչ ամենաշատն էր հուզում Հասմիկին, նկարների արտահայտությունների էվոլյուցիան էր։ Միքայելի տետրի առաջին էջերում դեմքերը միշտ տխուր կամ չեզոք էին։ Այժմ յուրաքանչյուր կերպար ժպտում էր։ Յուրաքանչյուր կերպար ճառագում էր մի երջանկություն, որը գրեթե շոշափելի էր նույնիսկ թղթի վրա։ Ռուբենի գաղափարն էր հյուրասենյակի պատին սպիտակ գրատախտակ ստեղծելը։ Այնտեղ նրանք օրվա ընթացքում միմյանց հաղորդագրություններ էին թողնում։ Բարի լույս։ Սիրում եմ քեզ։ Կտեսնվենք ընթրիքին։ Փոքրիկ նախադասություններ, որոնք կամուրջներ էին կառուցում այնտեղ, որտեղ նախկինում միայն անդունդներ էին։ Միքայելը ժամեր էր անցկացնում այդ գրատախտակի մոտ, նկարելով, գրելով, սովորելով արտահայտվել ոչ միայն նշանների, այլ գրավոր բառերի միջոցով, որոնք դպրոցը սկսել էր ավելի ուշադիր սովորեցնել, քանի որ այժմ տանը մեծահասակներ կային, որոնք ի վիճակի էին պատշաճ աջակցություն ցուցաբերել։ Փոփոխությունները չսահմանափակվեցին տնային միջավայրով։
Ռուբենը խուլ երեխաների համար երկլեզու կրթությամբ մասնագիտացված դպրոց գտավ, որտեղ ժեստերի լեզուն գնահատվում էր որպես առաջին լեզու, իսկ գրավոր հայերենը դասավանդվում էր որպես երկրորդ։ Միքայելը ծաղկեց այդ միջավայրում։ Առաջին անգամ նա շրջապատված էր այլ երեխաներով, որոնք շփվում էին նույն կերպ, իր լեզվին սահուն տիրապետող ուսուցիչներով, մի աշխարհով, որը նրան տեսնում էր որպես ամբողջական, այլ ոչ թե թերի։ Հասմիկն ուղեկցեց նոր դպրոցի առաջին ծնողական ժողովին։ Նա տեսավ Ռուբենին, որը խոսում էր խուլ երեխաների այլ ծնողների հետ, հարցեր տալիս, տեղեկություններ կլանում խուլերի մշակույթի մասին, որը նա պետք է փնտրեր տարիներ առաջ։ Նրա կեցվածքում խոնարհություն կար, սովորելու պատրաստակամություն, որը դուրս էր այն ամենից, ինչ շատ ծնողներ կարողանում էին ցուցաբերել։ Այդ ժողովի ընթացքում մի ավելի փորձառու մայր Ռուբենին մի կողմ տարավ մի բան ասաց, որը Հասմիկը տեսավ, թե ինչպես խորապես ազդեց նրա վրա։ Դուք արթնացաք։ Շատ ծնողներ երբեք չեն արթնանում։ Նրանք մնում են ժխտման մեջ, իրենց երակայած երեխայի համար սկի մեջ կորցնում են իրական երեխային, որը հենց իրենց առջև է։ Բայց դուք ժամանակին արթնացաք։ Դա ավելի կարևոր է, քան դուք պատկերացնում եք։ Այդ գիշեր, Միքայելի քնելուց հետո, Ռուբենը լաց եղավ։ Նա նստեց հյուրասենյակի բազմոցին, դեմքը ձեռքերի մեջ, թույլ տվեց, որ տարիների զսպված հույզերը վերջապես ելք գտնեն։ Հասմիկը, որը պատրաստվում էր տուն գնալ, տատանվեց դռան մոտ, հետո վերադարձավ, լուռ նստելով նրա կողքին։ Նա ոչինչ չասաց։ Պարզապես այնտեղ մնաց, համերաշխ ներկայություն, մինչ այդ մարդը վերջապես մարսում էր այն ամենի մեծությունը, ինչը քիչ էր մնում կորցներ, որքան դեռ պետք է շտկեր։ Երբ Ռուբենը վերջապես բարձրացրեց դեմքը, աչքերը կարմիր, բայց ավելի թեթ, նա մի բան ասաց, որը Հասմիկը երբեք չէր մոռանա։ Ես մեռած էի։ Չէի գիտակցում, բայց այդպես էր։ Գործում էի, աշխատում, հաշիվներ վճարում, բայց ներքուստ լիովին մեռած։ Եվ Միքայելն էլ էր մեռնում, հենց իմ աչքի առաջ, ես չէի տեսնում։ Դու ոչ միայն փրկեցիր իմ որդուն, Հասմիկ։ Դու մեզ փրկեցիր։ Երկուսիս։ Հասմիկը չգիտեր, ինչ պատասխանել։ Պարզապես ձեռքը դրեց նրա ձեռքին, մխիթարության հասկացողության ժեստով։ Բաներ կային, որոնք պետք չէր ասել։ Որոշ ճշմարտություններ ավելի լավ էին հաղորդվում ընդհանուր լռության միջոցով։ Շաբաթներն անցան, առօրյան ամրապնդվեց։ Միքայելը կանոնավոր ընդունում էր հակաբիոտիկները, ականջը լավ էր լավանում, բժիշկ Վարդանյանի մոտ հետագա այցելությունները ցույց էին տալիս հետողական առաջընթաց։ Թվում էր, թե վատթարագույնը հետում էր մնացել։ Դա մի երեքշաբթի երեկո էր, առարկայի հեռացումից 3 շաբաթ անց, երբ ամեն ինչ նորից փոխվեց։ Հասմիկն իր բնակարանում էր, ընթրիք էր պատրաստում, վերանայում էր ժեստերի լեզվի մի քանի նոր տեսանյութեր, որոնք ուզում էր հաջորդ առավոտ սովորեցնել, երբ նրա բջջայինը զանգեց։ Ռուբենն էր, նրա ձայնում ինչ-որ բան կար, որը ստիպեց նրա սիրտը արագ բաբախել։ Հասմիկ, դու ինձ պետք ես։ Միքայելն է։ Նա շատ բարձր ջերմություն ունի, չի դադարում լաց լինել։ Չգիտեմ, ինչ անեմ։ Նա նույնիսկ 2 անգամ չմտածեց։ Արդեն գալիս եմ։ Ավտոբուսով ճանապարհը դեպի կենտրոն երբեք այդքան երկար չէր թվացել։ Հասմիկը ողջ ընթացքում կանգնած մնաց, բռնված բռնակից, սիրտը արագ բաբախում էր, աղոթելով, որ լուրջ բան չլինի։ Երբ վերջապես հասավ առանձնատուն, Ռուբենին գտավ սենյակում այս ու այն կողմ քայլելիս, բջջայինը սեղմած ականջին, մինչդեռ վերից լսվում էին Միքայելի խուլ հեկեկոցները։ Բժիշկ Վարդանյանն ասաց, որ անմիջապես հիվանդանոց տանենք, ասաց Ռուբենը, հենց որ տեսավ նրան անջատելով հեռախոսը։ Ջերմությունը 39.5 է։ Նա շատ է ցավում։ Նրանք երկրորդ անգամ էին հիվանդանոց գնում 1 ամսից էլ քիչ ժամանակում։ Միքայելը կծկվել էր հետի նստարանին, դողում էր, չնայած ջերմությանը, արցունքները լուռ հոսում էին։ Հասմիկը նստեց նրա կողքին, բռնելով նրա ձեռքը մխիթարական նշաններ անելով, երբ նա աչքերը բացում էր։ Շտապօգնության բաժանմունքում նրանց արագ սպասարկեցին, շնորհիվ իրավիճակի լրջության։ Բժիշկ Վարդանյանին կանչեցին, մի շարք հետազոտություններից հետո նա տվեց այն ախտորոշումը, որից բոլորը վախենում էին։ Վարակը վերադարձել էր, բայց այս անգամ ավելի լուրջ էր։ Լսողական անցուղում թարախակույտ էր ձավորվել, հավանաբար սարքի ինչ-որ մանրադիտակային մնացորդի պատճառով, որը ամբողջությամբ չէր վերացվել հակաբիոտիկների առաջին փուլով։ Միքայելը վիրահատության կարիք ուներ։ Հրատապ։ Վիրահատություն բառը ռումբի պես ընկավ Ռուբենի վրա։
Նրա դեմքը կորցրեց ողջ գույնը, նա ստիպված եղավ նստել։ Հասմիկը ձեռքը դրեց նրա ուսին, լուր աջակցություն առաջարկելով, մինչ բժիշկ Վարդանյանը բացատրում էր ընթացակարգը։ Դա համեմատաբար պարզ վիրահատություն էր լինելու, արված ընդհանուր անզգայացման տակ, որտեղ նրանք կդրենաժեին թարախակույտը ամբողջությամբ կմաքրեին լսողական անցուղին։ Հաջողության զգուշության դեպքում բարդություններ չէին լինի։ Հաջողության դեպքում, կրկնեց Ռուբենը, ձայնը դատարկ։ Իսկ եթե հաջողություն չլինի, բժիշկ Վարդանյանը հոգոց հանեց։ Ռիսկեր միշտ կան, պարոն Ռուբեն։ Բայց դա վիրահատություն է, որը մենք պարբերաբար ենք անում։ Թիմը փորձառու է։ Եվ եթե չանենք, վարակը կարող է տարածվել։ Սա մի իրավիճակ է, որտեղ չգործելու ռիսկն ավելի մեծ է, քան գործելու ռիսկը։ Երբ կլինի վիրահատությունը, հարցրեց Հասմիկը, զգալով, որ Ռուբենն ի վիճակի չէ ձակերպել հարցը։ Վաղը առավոտյան։ Առաջին ժամին։ Ես հիմա կամրագրեմ վիրահատարանը։ Միքայելը գիշերն անցկացրեց հիվանդանոցում։ Հասմիկն ու Ռուբենը հերթով մնացին նրա մահճակալի մոտ, բռնելով նրա ձեռքը, մխիթարական նշաններ անելով, երբ նա վախեցած արթնանում էր։ Ջերմությունը վերահսկվում էր ներերակային դեղամիջոցներով, բայց ցավը պահպանվում էր, մի դաժան հիշեցում, որ այդ տառապանքը ուղղակիորեն այն մեծահասակների անպութության արդյունքն էր, որոնք պետք է պաշտպանեին այդ երեխային։ Երբ ալը սկսեց ծագել, երկինքը ներկելով նարնջագույն երանգներով, որոնք տեսանելի էին հիվանդասենյակի պատուհանից, Ռուբենը վերջապես բարձրաձայնեց այն, ինչը կրծում էր նրա կուրծքը։ Սա իմ մեղքն է։ Այս ամենը։ Եթե ես ուշադիր լինեի, եթե ամեն ինչ չպատվիրակեի Վարդուհուն, այս ամենը տեղի չէր ունենա։ Հասմիկը, որը նստած էր մահճակալի կողքի աթոռին, հոգնած, բայց արթուն, գլուխը շարժեց։ Դու չես կարող փոխել անցյալը, Ռուբեն։ Մեզնից ոչ ոք չի կարող։ Բայց դու հիմա այստեղ ես։ Դու ներկա ես։ Դու պայքարում ես նրա համար։ Սա է, որ կարևոր է։ Բայց եթե վիրահատության ժամանակ ինչ-որ բան սխալ գնա, եթե ես նրան կորցնեմ հիմա, երբ վերջապես գտել եմ նրան։ Սխալ չի գնա, ասաց Հասմիկը մի համոզմունքով, որը վստահ չէր, թե զգում է, բայց գիտեր, որ անհրաժեշտ է։ Բժիշկ Վարդանյանը հիանալի է։ Թիմը պատրաստված է։ Միքայելը ուժեղ է։ Նա կհաղթահարի սա։ Ռուբենը նայեց քնած որդուն, փոքրիկ դեմքը գունատ հիվանդանոցի սպիտակ բարձի վրա, մազերի փնջերը քրտինքից կպած ճակատին։ Ես քեզ սիրում եմ, նշան արեց նա, նույնիսկ իմանալով, որ Միքայելը քնած չի կարող տեսնել նրան։ Ներիր ինձ ամեն ինչի համար։ Հաջորդ ժամերը անհանգստության տանջանք էին։ Առավոտյան 7-ին վիրաբուժական թիմը եկավ Միքայելին տանելու։ Տղան վախեցած արթնացավ, աչքերն անմիջապես փնտրում էին ծանոթ դեմքեր։ Հասմիկն ու Ռուբենն այնտեղ էին, մահճակալի երկու կողմերում, հանգստացնող նշաններ անելով։ Ամեն ինչ լավ կլինի, նշան արեց Հասմիկը։ Մենք այստեղ կլինենք, երբ արթնանաս։ Խոստանում եմ։ Միքայելն ամուր բռնեց նրանց երկուսի ձեռքերը, կարծես ուզում էր հիշել նրանց հպման միջոցով։ Հետո երեխաներին բնորոշ տպավորիչ քաջությամբ թույլ տվեց, որ բուժքույրերը նրան տանեն։ Ռուբենն ու Հասմիկը կանգնած մնացին միջանցքում, դիտելով, թե ինչպես է մահճակալակարգը անհետանում վիրահատարանի կրկնակի դռների հետում, իրենց զգալով լիովին անզոր։ Սպասասրահը ստերիլ անկենդան վայր էր, անհարմար աթոռներով հին ամսագրերով, որոնք ոչ ոքի չէին հետաքրքրում։ Ռուբենը վանդակում փակված կենդանու պես այս ու այն կողմ էր քայլում։ Հասմիկը նստած էր մնում, ձեռքերը միահյուսած, լուր աղոթելով բոլոր աստվածություններին, որոնց հավատում էր, մի քանիսին, որոնց չէր հավատում։ Անցավ 1 ժամ։ 2։ Պատի ժամացույցը առաջ էր գնում տանջալի դանդաղությամբ։ Այլ ընտանիքներ մտնում դուրս էին գալիս սպասասրահից, յուրաքանչյուրն իր սեփական տառապանքներով, բայց ոչ մեկը նրանցինի պես երկար չթվաց։ Վերջապես 3 ժամից հետո, որոնք 3 օր թվացին, դռները բացվեցին, բժիշկ Վարդանյանը հայտնվեց, դեռ վիրաբուժական գլխարկով դիմակով, կախված վզից։ Ռուբենը գրեթե վազեց դեպի նա, Հասմիկը անմիջապես հետից։ Վիրահատությունը հաջող անցավ, հայտարարեց բժիշկը, Հասմիկը զգաց, որ ոտքերը քիչ է մնում ծալվեն թեթացումից։ Մենք ամբողջությամբ դրենաժեցինք թարախակույտը։ Լսողական անցուղին այժմ մաքուր է։ Առարկայի այլ մնացորդներ չգտանք։
Միքայելը պետք է մի քանի օր հիվանդանոցում մնա հսկողության ներերակային հակաբիոտիկների համար, բայց նա ամբողջությամբ կապաքինվի։ Ռուբենը փակեց աչքերը, դուրս թողեց մի ձայն, որը կիսով չափ ծիծաղ էր, կիսով չափ հեկեկոծ։ Կարող եմ տեսնել նրան։ Նա դեռ վերականգնողական բաժանմունքում է, բայց հենց որ արթնանա կայուն լինի, կարող եք մտնել։ Եվս 1 ժամ սպասում, բայց այս անգամ անհանգստությունը փոխարինվել էր խորը ճնշող թեթացումով։ Երբ վերջապես թույլ տվեցին մտնել, նրանք գտան Միքայելին դեռ քնկոտ անզգայացման ազդեցությունից, բայց արթուն։ Նրա աչքերը լուսավորվեցին, տեսնելով նրանց երկուսին, նա փորձեց նշան անել այն ձեռքով, որը կաթիլայնին միացված չէր։ Մենք այստեղ ենք, նշան արեց Ռուբենը, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Դու շատ քաջ էիր։ Միքայելը փորձեց ժպտալ, բայց ակնհայտորեն հոգնած էր։ Նա նորից փակեց աչքերը, դեռ բռնած հոր Հասմիկի ձեռքը, քնեց։ Բայց այս անգամ դա հանգիստ քուն էր, առանց ցավի, առանց ջերմության։ Ապաքինման քուն։ Հաջորդ 3 օրերը բաժանված էին հիվանդանոցի տանը լողանալու հագուստը փոխելու։ Կարճատ դադարների միջ։ Հասմիկը զանգեց գործակալություն, որը նրան ուղղորդել էր աշխատանքի, բացատրեց իրավիճակը, նրան ժամանակավորապես ազատեցին։ Ռուբենը չեղարկեց ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ իր օրակարգում։ Գործարար աշխարհը կարող էր սպասել։ Իր որդին՝ ոչ։ Նրանք հիվանդասենյակը վերածեցին ավելի քիչ անդեմ մի բանի։ Բերեցին Միքայելի սիրելի նկարները, փակցրին պատերին։ Փոքրիկ սպիտակ գրատախտակ դրեցին օժանդակ սեղանիկի վրա, որպեսզի կարողանային շփվել նույնիսկ այն ժամանակ, երբ Միքայելը չափազանց հոգնած էր բարդ նշանների համար։ Հասմիկը մանկական գրքեր բերեց, կարդում էր նրա համար, մատնացույց անելով նկարազարդումները, բառերին համապատասխան նշաններ անելով։ Ռուբենը որդու կողքից չհեռացավ։ Նա քնում էր մահճակալի կողքի անհարմար աթոռին, արթնանում էր ամեն անգամ, երբ բուժքույրը մտնում էր կենսական նշանները ստուգելու, բռնում էր Միքայելի ձեռքը, երբ տղայի դեմքին որևէ անհարմարություն էր տեսնում։ Նա ներկա էր այնպես, ինչպես երբեք նախկինում չէր եղել, Միքայելը դա նկատում էր։ Նույնիսկ վիրակապերի ներարկումների ցավի ու անհարմարության մեջ, տղայի դեմքին մի խաղաղություն կար, որը դուրս էր ֆիզիկական տառապանքի բացակայությունից։ Դա այն խաղաղությունն էր, որը գալիս էր իմանալուց, որ մենակ չէ։ Իմանալուց, որ տեսանելի է։ Սիրված։ Կար օր։ Երրորդ օրը բժիշկ Վարդանյանը լավ նորություններով եկավ։ Ապաքինումն ավելի լավ էր ընթանում, քան սպասվում էր։ Մնացորդային վարակի նշաններ չկային։ Միքայելը կարող էր հաջորդ օրը դուրս գրվել հանգստի, վիրակապի խնամքի հակաբիոտիկների նոր փուլի խիստ հրահանգներով, բայց նա կարող էր տուն գնալ։ Տուն։ Բառը երբեք այդքան քաղցր չէր հնչել։ Դուրս գրվելու նախորդ գիշերը, մինչ Միքայելը խորը քնած էր թեթ խաղերով, բուժքույրերի հետ ժեստերով, խոսակցություններով լի օրվանից հետո, որոնք մի քանի հիմնական ժեստ էին սովորել միայն նրա հետ շփվելու համար, Ռուբենն ու Հասմիկը խոսում էին միջանցքում։ Ես չգիտեմ, թե ինչպես քեզ շնորհակալություն հայտնել, սկսեց Ռուբենը, բայց Հասմիկը գլուխը շարժեց։ Դու պետք չէ ինձ շնորհակալություն հայտնես ճիշտը անելու համար։ Բայց դու դրանից ավելին արեցիր։ Դու հոգ տարար, երբ դա անելու պարտավորություն չունեիր։ Դու տեսար իմ որդուն, երբ ես կույր էի նրա հանդեպ։ Դու մեր միջ կամուրջ կառուցեցիր, որի գոյության մասին ես նույնիսկ չգիտեի։ Հասմիկը հոգնած ժպտաց։ Միքայելը յուրահատուկ երեխա է։ Ցանկացած մարդ նույնը կաներ։ Բայց չարեցին։ Վարդուհին 4 տարի նրա հետ էր, նրան վնասեց։ Ես նրա հետ էի ողջ կյանքը, նրան անտեսեցի։ Դու նրա հետ էիր օրեր, նրան փրկեցիր։ Դա պատահականություն չէ։ Դա այն է, թե ով ես դու։ Նրանք մի պահ լուռ մնացին, հեռավոր սարքերի ձայնը, բուժքույրերի մեղմ խոսակցությունները լցնում էին տարածությունը։ Հետո Ռուբենը մի որոշում կայացրեց, որի մասին օրեր շարունակ մտածում էր։ Հասմիկ, երբ վերադառնանք տուն, երբ Միքայելն ապաքինվի, ես կցանկանայի քեզ պաշտոնական առաջարկ անել։ Բայց առայժմ պարզապես ուզում եմ, որ իմանաս, որ դու ոչ միայն աշխատակից ես։ Դու այս ընտանիքի մասն ես։ Եվ հուսով եմ, որ կշարունակես լինել։ Հասմիկը զգաց, որ աչքերը այրվում են։ Չգիտեր, ինչ ասել։ Հարմար բառեր չուներ արտահայտելու, թե որքան էին այս վերջին շաբաթները փոխել նա իր սեփական կյանքը։ Նա մտել էր այդ առանձնատուն, փնտրելով ընդամենը աշխատանք, հաշիվները վճարելու միջոց։
Նա գտել էր նպատակ, կապ, մի վայր, որտեղ իսկապես կարող էր։ Ես էլ եմ հուսով, վերջապես պատասխանեց նա։ Որովհետև դուք երկուստ էլ իմ ընտանիքը դարձաք։ Հիվանդանոցից դուրս գրվելու առավոտը պարզ ու արոտ էր, կարծես հենց տիեզերքն էր տոնում Միքայելի ապաքինումը։ Հասմիկը շուտ եկավ տղայի համար մաքուր հագուստով, բաց կապույտ վերնաշապիկ, ինքնաթիռների նկարներով, որը նա հատուկ այդ օրվա համար էր գնել։ Երբ Միքայելը տեսավ հագուստը, աչքերը փայլեցին, նա այնպիսի խանդավառությամբ շնորհակալության նշան արեց, որ քիչ մնաց մահճակալի կողքի սեղանիկի վրայի ջրի բաժակը գցեր։ Ռուբենն այդ առավոտ այլ էր։ Նրա ուսերին մի թեթություն կար, որը նախկինում չկար, աչքերում մի լույս, որը տարիների էմոցիոնալ անտարբերությունից մարել էր վերջապես նորից վառվել։ Նա սիրով օգնեց որդուն հագնվել, կապեց սպորտային կոշիկների կապիչները, ցանրեց բարձից դեռ խառնված մազերը։ Յուրաքանչյուր ժեստ կատարվում էր մի ուշադրությամբ, որը պարզ գործողությունները վերածում էր սիրո ծեսերի։ Բժիշկ Վարդանյանը եկավ հրաժեշտ տալու, իր հետ բերելով հետվիրահատական խնամքի մանրամասն հրահանգներ։ Հակաբիոտիկներ, օրը 3 անգամ, 2 շաբաթ։ Վիրակապերը փոխել 2 օրը 1։ Ոչ մի լող կամ գործունեություն, որը կարող էր չափազանց թրջել ականջը։ Չափավոր հանգիստ, բայց ոչ լիակատար մեկուսացում։ Եվ 1 շաբաթից վերադարձ, գնահատման համար։ Դուրս գալուց առաջ բժիշկը կրացավ Միքայելի հասակին մի բան նշան արեց, որը վարժել էր։ Դու շատ քաջ ես։ Տղայի դեմքի արտահայտությունը զուտ զարմանքի ուրախության էր։ Մի մեծահասակ, որը Հասմիկը կամ հայրը չէր, ջանք էր գործադրել նրա հետ շփվելու իր սեփական լեզվով։ Դա հզոր վավերացում էր, որ աշխարհը սկսում էր նրան իսկապես տեսնել։ Տուն վերադառնալու ճանապարհը հանգիստ էր։ Միքայելը մեքենայի պատուհանից դիտում էր անցնող Երանի փողոցները, շենքերը, ծառերը, մայթերին շտապող մարդկանց։ Ամեն ինչ ավելի կենդանի, ավելի գունեղ էր թվում։ Կամ գուցե պարզապես նա էր, որ աշխարհը տեսնում էր նորացված աչքերով, ազատված այն մշտական ցավից, որը շաբաթներ շարունակ նրա ուղեկիցն էր եղել։ Երբ հասան առանձնատուն, Ռուբենը որդուն գրկած տարավ մինչ սենյակ, նույնիսկ երբ Միքայելը բողոքում էր, որ կարող է ինքնուրույն քայլել։ Դա կարող էր նրա համար, այդ գրկելու, ֆիզիկապես պաշտպանելու գործողությունը։ Այնքան տարիներ առանց դիպչելու, առանց գրկելու, առանց ֆիզիկապես ցուցաբերելու այն սերը, որը ենթադրաբար զգում էր։ Այժմ շփման յուրաքանչյուր հնարավորություն թանկարժեք էր։ Հաջորդ օրերը մեղմ հարմարվողականության օրեր էին։ Միքայելը հետում էր բժշկական սահմանափակումներին մեկի լրջությամբ, ով դժվար ճանապարհով սովորել էր, որ սեփական մարմինը խնամքի կարիք ունի։ Բայց սահմանված շրջանակներում նա նորից երեխա էր դառնում։ Նա մոլեգնորեն նկարում էր, ամբողջական տետրեր լցնելով տեսողական պատմություններով։ Խաղում էր այգում, հսկողության տակ։ Ծիծաղում։ Կատակներ անում նշանների միջոցով։ Սիրով ծաղրում էր հորը, ուղղելով նրա ժեստերի լեզվի սխալները չափազանցված թատերական համբերությամբ, որը բոլորից ծիծաղ էր կորզում։ Տունը շարունակեց իր փոխակերպումը։ Ռուբենը ժեստերի լեզվի մասնավոր ուսուցիչ վարձեց, Գաբրիել անունով մի երիտասարդ խուլ, որը շաբաթը 3 անգամ գալիս էր պաշտոնական դասեր տալու իրեն, Հասմիկին։ Գաբրիելն իր հետ բերում էր ոչ միայն լեզվի սահուն տիրապետում, այլ պատմություններ խուլերի համայնքի, խուլերի մշակույթի, ինքնությունը ընդունելու կարողության մասին, այն լսողների չափանիշներին համապատասխանեցնելու փորձերի փոխարեն։ Հենց այս խոսակցությունների միջոցով Ռուբենը վերջապես հասկացավ իր սխալի չափը։ Խնդիրը ոչ միայն այն էր, որ նա անտեսել էր որդուն, այլ այն, որ նա, նույնիսկ առանց գիտակցելու, Միքայելի խլությունը վերաբերվել էր որպես հաղթահարման ենթակա թերության, այլ ոչ թե տոնելու ենթակա տարբերության։ Այն սարքը, որը վարդուհին տեղադրել էր, պարզապես ողջ տունը համակած կարողունակության մտածելակերպի ծայրահեղ ֆիզիկական դրսևորումն էր։ Այն գաղափարը, որ Միքայելը պետք է ուղղվեր, որպեսզի ընդունվեր։ Այժմ Ռուբենը պարզ տեսնում էր։ Միքայելը ուղղվելու կարիք չուներ։ Երբեք չի ունեցել։ Նրան պետք էր մի հայր, որը կսովորեր նրա լեզուն, որը կմտներ նրա աշխարհ, նրան ստիպելու փոխարեն մտնել մի աշխարհ, որտեղ նա երբեք լիովին հարմարավետ չէր լինի։ Ռուբենն էր, որ պետք է փոխվեր, ոչ թե Միքայելը։ Եվ նա փոխվեց։ Գնեց գրքեր խուլերի մշակույթի մասին։ Դիտեց վավերագրական ֆիլմեր։ Խոսեց խուլ երեխաների այլ ծնողների հետ։ Հաճախեց խուլերի համայնքի միջոցառումներին։
Սովորեց խուլերի հպարտության, ժեստերի լեզվի լեզվական հարստության, ճնշումների դիմադրության պատմության մասին։ Յուրաքանչյուր բացահայտում միաժամանակ ցավոտ էր ազատագրող։ Ցավոտ, քանի որ բացահայտում էր նրա նախկին տգիտության խորությունը։ Ազատագրող, քանի որ դռներ էր բացում որդու հետ իրական հարաբերությունների համար։ Հասմիկը ամեն ինչ դիտում էր աճող հիացմունքով։ Հազվադեպ էր տեսնում մեկին, որը պատրաստ էր լիովին քանդել սեփական համոզմունքները, ընդունել այդքան հիմնարար սխալներ, հետո ակտիվորեն աշխատել դրանք փոխելու ուղղությամբ։ Ռուբենը անկատար էր, դեռ սխալներ էր անում, դեռ հիասթափության պահեր էր ունենում, երբ հաղորդակցությունը չէր ստացվում այնպես, ինչպես կցանկանար։ Բայց նա համառում էր։ Ամեն օր նա ընտրում էր ավելի լավը անել։ Վիրահատությունից 1 ամիս անց Միքայելի դպրոցը հատուկ ներկայացում կազմակերպեց։ Յուրաքանչյուր երեխա պետք է անձնական պատմություն պատմեր, օգտագործելով իր նախընտրած ձաչափը։ Ոմանք ընտրեցին տեսանյութերով ներկայացումներ։ Մյուսները նախընտրեցին թատերական ներկայացումներ։ Միքայելը որոշեց կոմիկը ստեղծել։ 2 շաբաթվա ընթացքում նա մոլեգնորեն աշխատում էր նախագծի վրա։ Հասմիկն ու Ռուբենն օգնում էին, երբ խնդրում էր, բայց աշխատանքի մեծ մասն իրենն էր։ Յուրաքանչյուր կադր նկարվում էր մանրակրկիտ խնամքով, յուրաքանչյուր երկխոսություն մտածված էր, հաղորդելու հենց այն զգացմունքը, որը նա ուզում էր։ Պատմությունը սկսվում էր մի տխուր տղայով, մեծ ու դատարկ տանը։ Հաջորդ կադրերում հայտնվում էր նրա ականջի մեջ տեղադրվող մի առարկա, նրա ցավի աճը, հաղորդակցվելու նրա փորձերը, որոնք անտեսվում էին։ Հետո հայտնվում էր շագանակագույն մազերով մի հրեշտակ, խոշորացույցը ձեռքին։ Կար բացահայտումը, առարկայի հեռացումը, հայրը, որը վերջապես իսկապես նայում էր որդուն։ Հաջորդ կադրերը ցույց էին տալիս փոխակերպում։ Խոսող ձեռքեր։ Ժպիտներ։ Հիվանդանոց։ Վախ։ Եվ վերջապես, սիրով, հասկացողությամբ, կապով լի տուն։ Վերջին կադրում, ամենահզորում, Միքայելը նկարել էր երեքին միասին այգում, շրջապատված օդում լողացող բառերով։ Հայերեն բառեր, ժեստերի լեզվի նկարազարդված նշաններ, բոլորը խառնված, ցույց տալով, որ այժմ իրական հաղորդակցություն կա։ Եվ վահանակի վերում, մեծ խնամքով նկարված տառերով, մի նախադասություն, որն ամփոփում էր ամեն ինչ։ Իմ ընտանիքն ինձ լսում է։ Ներկայացման օրը դպրոցը լիքն էր ծնողներով, ուսուցիչներով, աշակերտներով։ Հասմիկն ու Ռուբենը նստեցին առաջին շարքում, նյարդերը լարված, նույնիսկ իմանալով, որ իրենք չէին, որ ներկայացնելու էին։ Երբ եկավ Միքայելի հերթը, նա բարձրացավ բեմ իր հսկայական վահանակով, տեղադրեց այն պատրաստված հենարանին, սկսեց նշաններով պատմել իր պատմությունը։ Լսող ծնողների ուսուցիչների համար ժեստերի լեզվի թարգմանիչ կար, բայց Հասմիկը հազիվ էր կարիք զգում նրան նայելու։ Նա հասկանում էր Միքայելի յուրաքանչյուր նշանը, յուրաքանչյուր դիմախաղը, յուրաքանչյուր մարմնի շարժումը, որը լրացնում էր պատմությունը։ Եվ մինչ տղան պատմում էր իր պատմությունը, նա տեսնում էր արցունքներ այլ ծնողների աչքերում, հասկացողություն ուսուցիչների դեմքերին, հիացմունք դասընկերների հայացքներում։ Երբ Միքայելը հասավ վերջին բառերը նշան անելով տպավորիչ էմոցիոնալ ինտենսիվությամբ այդքան երիտասարդ մեկի համար, հաջորդած լռությունը բացարձակ էր։ Հետո ինչ-որ մեկը սկսեց ծափահարել։ Մյուսները հետեցին։ Եվ շուտով ողջ հանդիսատեսը ոտքի էր կանգնել, ծափահարելով ոչ միայն ներկայացմանը, այլ այդ արտասովոր տղայի քաջությանը, տոկունությանը, ճանապարհին։ Միքայելը իջավ բեմից, ուղիղ վազեց Ռուբենի գիրկը։ Հայրը նրան գրկեց, ամուր սեղմեց, Հասմիկը տեսավ, թե ինչպես են արցունքները ազատ հոսում երկուսի դեմքերով։ Նա միացավ գրկախառնությանը, երեքը կազմելով սիրո մի շրջան, որն անհնար էր ընդամենը ամիսներ առաջ։ Այդ գիշեր, Միքայելի հոգնած, բայց պայծառ քնելուց հետո, Ռուբենը Հասմիկին խոսակցության կանչեց սենյակ։ Նրա կեցվածքում մի պաշտոնականություն կար, որը նա շաբաթներ շարունակ չէր տեսել, բայց դա նախկին սառնությունը չէր։ Դա այլ բան էր։ Հարգանք, խառնված նյարդայնության հետ։ Հասմիկ, սկսեց նա, նստելով բազմոցին ցույց տալով, որ նա էլ նույնն անի։ Ես պետք է անեմ այն առաջարկը, որի մասին խոսել էի հիվանդանոցում։ Եվ ուզում եմ, որ լավ մտածես պատասխանելուց առաջ, առանց ճնշման։ Հասմիկը գլխով արեց, հետաքրքրված թեթակի անհանգիստ։ Դու ամբողջությամբ փոխեցիր մեր կյանքը։ Միքայելինը իմը։ Լույս բերեցիր այնտեղ, որտեղ խավար էր, հաղորդակցություն, որտեղ լռություն էր, սեր, որտեղ անտարբերություն էր։ Եվ ես հասկացա, որ չեմ ուզում, որ դու լինես պարզապես տունը մաքրող աշխատակիցը։
Դա կլիներ վատնել քո իրական տաղանդը, քո իրական կարողությունը մեզ համար։ Նա խորը շունչ քաշեց, նախքան շարունակելը։ Ես ուզում եմ քեզ առաջարկել ընտանիքի անձնական օգնականի թարգմանչի պաշտոն։ Քո աշխատավարձը կեռապատկվի։ Կունենաս բոլոր հնարավոր արտոնությունները։ Ամբողջական բժշկական ապահովագրություն, սննդի կտրոններ, 13-րդ աշխատավարձ, վճարովի արձակուրդ, ամեն ինչ։ Բայց դրանից ավելի կարևոր, դու պաշտոնապես կճանաչվես որպես այն էական անձը, որ դու ես այս ընտանիքի համար։ Կօգնես համակարգել Միքայելի կարիքները, կուղեկցես բժշկական այցելություններին, կմասնակցես դպրոցական ժողովներին, կշարունակես մեզ ժեստերի լեզու սովորեցնել, կունենաս ինքնավարություն, առաջարկելու իրականացնելու այն, ինչը լավագույնը կհամարես նրա բարեկեցության համար։ Հասմիկը երկար պահ լուռ մնաց, մարսելով առաջարկը։ Դա շատ ավելին էր, քան սպասում էր։ Շատ ավելին, քան երազում էր, երբ առաջին անգամ բարձրացավ այդ տուֆե սալահատակով, նյարդային հույսով լի պարզապես աշխատանքի հնարավորության համար։ Ռուբեն, սկսեց նա, ձայնը խեղդված հուզմունքից։ Դու պարտավոր չես դա անել։ Ես արդեն հոգ եմ տանում ձեր երկուսի մասին։ Ես արդեն անում եմ այս ամենը, որովհետև ուզում եմ, ոչ թե որովհետև պարկ եմ սպասում։ Գիտեմ, մեղմ պատասխանեց Ռուբենը։ Եվ հենց դրա համար էլ դու արժանի ես պարգատրվելու։ Խոսքը ոչ միայն քո կատարած աշխատանքի մասին է, Հասմիկ։ Խոսքը նրա մասին է, թե ով ես դու։ Եվ ես ուզում եմ, որ իմանաս, որ գնահատված ես։ Որ տեսանելի ես։ Որ կարոր ես։ Բառերը արձագանքեցին մի բանի, որը Հասմիկն ասել էր նրան շաբաթներ առաջ, Միքայելի տեսանելի լինելու կարիքի մասին։ Եվ այժմ նա դա վերադարձնում էր նրան, ճանաչելով նրա մարդկայնությունը, նրա արժեքը, նրա կարողությունը։ Արցունքները սկսեցին թափվել, նախքան նա կկարողանար վերահսկել դրանք։ Նա փորձեց արագ սրբել դրանք, բայց Ռուբենը պարզապես հասկացողությամբ ժպտաց սպասեց։ Ես ընդունում եմ, վերջապես ասաց Հասմիկը։ Պատիվ կլինի պաշտոնապես շարունակել լինել այս ընտանիքի մասը։ Ռուբենը ժպտաց, մի անկեղծ ջերմ ժպիտ, որը լիովին փոխակերպում էր նրա դեմքը։ Ուրեմն որոշված է։ Ես այս շաբաթվա ընթացքում կպատրաստեմ պայմանագիրը։ Եվ Հասմիկ, շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար։ Տեսնելու համար այն, ինչ ես չէի տեսնում։ Հոգ տանելու համար, երբ պարտավոր չէիր։ Իմ որդուն փրկելու, այդ ընթացքում, ինձ էլ փրկելու համար։ Նրանք այդ գիշեր թեյով կենաց խմեցին, մինչ ուշ խոսելով ապագայի պլանների մասին։ Ռուբենն ուզում էր տան մի մասը վերածել գրադարանի, ժեստերի լեզվով խուլերի մշակույթի մասին գրքերով։ Նա մտածում էր հիմնադրամ սկսել, օգնելու խուլ երեխաներ ունեցող այլ ընտանիքներին ռեսուրսների կրթության հասանելիություն ունենալ։ Նա ուզում էր ակտիվ լինել, տարբերություն ստեղծել, իսկ սխալը վերածել մի բանի, որը կարող էր օգնել ուրիշներին չգործել նույն սխալները։ Հասմիկը նպաստում էր գաղափարներով, խանդավառված հնարավորություններով։ Առաջարկում էր աջակցության խմբեր, սեմինարներ, համագործակցություններ դպրոցների հետ։ Խոսակցությունը բնական հոսում էր, երկու դաշնակիցներ, որոնք պլանավորում էին, թե ինչպես աշխարհն ավելի լավ վայր դարձնել Միքայելի նման երեխաների համար։ Հաջորդ ամիսները ամրապնդման աճի ամիսներ էին։ Հաստատված առօրյան խորացավ։ Միքայելը առաջադիմում էր դպրոցում, ընկերներ ձեռք բերում, գործունեությանը մասնակցում, զարգացնում իր ինքնությունը մեկի վստահությամբ, ով վերջապես գիտեր, որ պատկանում է։ Ռուբենը առողջ կերպով հավասարակշռում էր աշխատանքն ու ընտանիքը, այլս երբեք թույլ չտալով, որ գործերը ստվերեն այն, ինչն իսկապես կարևոր էր։ Հասմիկն իր նոր դերը ստանձնեց նվիրումով ստեղծագործականությամբ, միշտ փնտրելով Միքայելի կյանքը հարստացնելու ընտանեկան կապերն ամրապնդելու ուղիներ։ Տունն անճանաչելի էր։ Այն, ինչ նախկինում սառը դամբարան էր, այժմ կյանքով էր բաբախում։ Պատերին գույն կար, միջանցքներում արվեստ, ցրված գրքեր, նկարչական պարագաներ ամեն անկյունում։ Այգին, որը նախկինում պարզապես դեկորատիվ էր, դարձավ խաղերի բացահայտումների տարածք։ Խոհանոցը, որը վարդուհին անթերի անձեռնխելի էր պահում, այժմ հաճախ խառնաշփոթ էր երեքի միասին խոհարարական փորձարկումներից, ծիծաղից ամենուր ալյուրից։ Դա մի շաբաթ օրվա կեսօր էր, այն ճակատագրական առաջին օրվանից 6 ամիս անց, երբ Հասմիկը տեսել էր Միքայելին լաց լինելիս ժեստեր անելիս, որոնք ոչ ոք չէր հասկանում, որ փոխակերպումը լիովին ավարտվեց, տեսանելի դարձավ իր ողջ ամբողջությամբ։ Նրանք երեքով այգում էին։
Կեսօրվա արը ծառերի տերների միջով էր թափանցում, խոտի վրա լույսի ստվերի նախշեր ստեղծելով։ Միքայելը գնդակի հետից էր վազում, ծիծաղելով մանկության անհոգ ուրախությամբ։ Ռուբենը նստած էր փայտե նստարանին, որդուն դիտելով զուտ երջանկության արտահայտությամբ։ Հասմիկը նրա կողքին էր, նույնպես դիտում էր, դեմքին մեղմ ժպիտ։ Միքայելը դադարեց վազելուց հորը մի բան նշան արեց։ Ռուբենն անմիջապես պատասխանեց, ժեստերը բնական հոսում էին։ Դա ոչնչի ամեն ինչի մասին միաժամանակ խոսակցություն էր։ Այն մասին, թե որքան գեղեցիկ է օրը, թե ինչ էին ուզում անել հաջորդ օրը, մի նոր նկարի մասին, որը Միքայելը պլանավորում էր։ Անկեղծ հաղորդակցություն, իրական կապ։ Մի քանի րոպե հետո Միքայելը նորից սկսեց խաղալ, Ռուբենը շրջվեց դեպի Հասմիկը։ Գիտես, թե որն է այս ամենի մեջ ամենազարմանալին, հարցրեց նա, բայց պատասխանի չսպասեց, նախքան շարունակելը։ Խնդիրը ոչ միայն այն է, որ ես ժեստերի լեզու սովորեցի, այլ այն, որ ես սովորեցի իսկապես լսել։ Ոչ թե ականջներով, այլ սրտով։ Միքայելը միշտ խոսում էր, միշտ փորձում էր շփվել։ Ես էի խուլը։ Իսկ դու ինձ սովորեցրիր լսել։ Հասմիկը զգաց այն ծանոթ սեղմումը կրծքում, որը միշտ գալիս էր, երբ գիտակցում էր այնտեղ տեղի ունեցածի մեծությունը։ Միայն ես չէի, Ռուբեն։ Դու ընտրություն կատարեցիր փոխվելու։ Դու արեցիր աշխատանքը։ Ես պարզապես մի դուռ ցույց տվեցի։ Դու որոշեցիր անցնել դրանով։ Բայց ինչ տարբերություն է տալիս մի դուռ, երբ դու նույնիսկ չգիտես, որ այն գոյություն ունի, հակադարձեց Ռուբենը։ Դու ինձ ցույց տվեցիր, որ այլ ճանապարհ կա։ Եվ դրա համար ես հավերժ շնորհակալ կլինեմ։ Նրանք մի պահ լուռ մնացին, դիտելով Միքայելին, որը ինչ-որ բարդ խաղ էր ստեղծում, ներառելով գնդակը, մի քանի ճյուղ իր անսահման երակայությունը։ Այդ պահի խաղաղությունը գրեթե շոշափելի էր։ Դա մեռյալ լռության խաղաղությունը չէր, որը նախկինում տիրում էր այդ տանը։ Դա ամբողջականության, պատկանելության, իսկական ներկա սիրո խաղաղությունն էր։ Միքայելը վազեց նրանց մոտ, աչքերը փայլում էին, նշան արեց, որ քաղցած է։ Երեքը միասին մտան տուն, ձեռքերը աշխույժ խոսում էին այն մասին, թե ինչ կպատրաստեն ընթրիքի համար։ Որոշումը տնական պիցցայի վրա կանգնեց, որտեղ յուրաքանչյուրը կընտրեր իր սեփական բաղադրիչները, կստեղծեր իր անհատական խոհարարական գլուխգործոցները։ Խոհանոցը շուտով վերածվեց ուրախ քաոսի։ Ալյուրը թրջում էր, լոլիկի սոուսը ցայտում, լուռ, բայց տեսանելի ծիծաղ յուրաքանչյուր դիմախաղում։ Միքայելը աստղի տեսքով պիցցա էր պատրաստում։ Ռուբենը փորձում էր ինչ-որ բարդ բան, որն ակնհայտորեն սխալ էր ստացվում, բայց նա համառում էր կատակերգական վճռականությամբ։ Հասմիկը պարզապես դիտում էր երկուսին, սիրտը այնքան լիքն էր, որ երբեմն ցավում էր։ Երբ պիցցաները վերջապես դուրս եկան ջեռոցից, քիչ թե շատ նախատեսված տեսքով, նրանք նստեցին սեղանի շուրջ ուտելու։ Միքայելը պնդեց, որ յուրաքանչյուրը փորձի մյուսի ստեղծագործությունը, չափազանցված հավանության նշաններ անելով կամ դրամատիկ ուշագնացություններ ծածնելով, երբ ինչ-որ բան շատ համեմված էր։ Դա թեթ, ընտանեկան խաղ էր, այնպիսի դինամիկա, որը սիրող ընտանիքները զարգացնում են ժամանակի ընթացքում։ Ընթրիքից հետո, մինչ նրանք միասին մաքրում էին իրենց ստեղծած զգալի խառնաշփոթը, Միքայելը հանկարծ կանգ առավ մի բան նշան արեց, որը ստիպեց Ռուբենին, Հասմիկին դադարեցնել իրենց գործը։ Ես հիմա երջանիկ եմ։ 5 պարզ բառ, որոնք կրում էին մի ամբողջ ճանապարհորդության ծանրությունը։ Ցավից, դեպի ապաքինում, մեկուսացումից, դեպի կապ, անտեսանելիությունից, դեպի ճանաչում։ Ռուբենը կռացավ որդու հասակին, ձեռքերը թեթակի դողում էին։ Ես էլ եմ հիմա երջանիկ։ Եվ շատ եմ ցավում այն ողջ ժամանակի համար, երբ դու երջանիկ չէիր։ Ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ, դա փոխհատուցելով։ Միքայելը գլուխը շարժեց, հետո մի զարմանալի բան արեց։ Նշան արեց, պետք չէ փոխհատուցել։ Պարզապես պետք է մնալ։ Եվ շարունակեց չորացնել ափսեները, կարծես նա հենց նոր ներողամտության անպայմանական սիրո դաս չէր տվել, որը շատ մեծահասակներ ողջ կյանքն են ծախսում սովորելու համար։ Այդ գիշեր, Միքայելի քնելուց հետո, Հասմիկը պատրաստվում էր վերադառնալ իր բնակարան, երբ Ռուբենը նորից նրան կանչեց։ Նրա արտահայտության մեջ ինչ-որ բան կար, որը նա չէր կարողանում հասկանալ։ Նյարդայնություն գուցե։ Կամ հույս։ Հասմիկ, ես շատ եմ մտածել այս ամենի մասին։ Այն մասին, թե ինչպես են բաները փոխվել։ Այն մասին, թե ինչ ես դու նշանակում մեզ համար։
Նա տատանվեց, ակնհայտորեն պայքարելով ճիշտ բառերը գտնելու համար։ Եվ ես մի բան հասկացա։ Վերջին ամիսների ընթացքում ինչ-որ պահի դու դադարեցիր լինել պարզապես այն մարդը, ով մեզ օգնեց։ Դու դարձար էական։ Ոչ միայն Միքայելի, այլ ինձ համար։ Հասմիկը զգաց, որ սիրտը արագանում է, վստահ չլինելով, թե ուր է տանում այս խոսակցությունը։ Այն, ինչ ես փորձում եմ ասել, հավանաբար անհարմար ձով, այն է, որ ես կցանկանայի, որ դու մտածեիր այստեղ մշտական բնակության տեղափոխվելու մասին։ Մենք ավելորդ սենյակներ ունենք։ Դու լիակատար անձնական կյանք կունենայիր, քո սեփական տարածքը, բայց այստեղ կլինեիր։ Ընտանիքի մաս ոչ միայն թղթի վրա, այլ իրականում։ Հասմիկը խոսքը կորցրեց։ Առաջարկն անսպասելի էր, հսկայական իր հետանքներով։ Այնտեղ տեղափոխվելը կնշանակեր թողնել իր փոքրիկ բնակարանը Մալաթիա Սեբաստիայում, այն անկախությունը, որի համար այդքան պայքարել էր։ Բայց դա նա կնշանակեր ամեն օր Միքայելի կողքին լինել, շարունակել լինել այդ հրաշալի փոխակերպման անբաժանելի մասը։ Դա կնշանակեր ընտանիք։ Ես պետք է մտածեմ, վերջապես ասաց նա։ Դա ոչ չէ։ Պարզապես ժամանակ է պետք մարսելու համար։ Ռուբենը գլխով արեց, ակնհայտորեն փորձելով թաքցնել հիասթափությունը, բայց հարգելով նրա տարածքը։ Իհարկե։ Առանց ճնշման։ Առաջարկը ուժի մեջ է մնում, անկախ նրանից, թե որքան ժամանակ քեզ պետք կլինի։ Հասմիկը այդ գիշեր տուն գնաց գլուխը պտտվելով։ Նա պառկեց իր մահճակալին, նայելով առաստաղին, կշռադատելով տարբերակները, դիտարկելով հնարավոր ապագաները։ Եվ գիշերվա կեսին ինչ-որ պահի պատասխանը բյուրեղացավ նրա սրտում մի պարզությամբ, որը չէր կարելի ժխտել։ Նա այնքան տարիներ անցկացրել էր պարզապես գոյատելով, տնից տուն աշխատելով, միշտ ժամանակավոր ներկայություն մարդկանց կյանքում։ Այժմ նա հնարավորություն ուներ իսկապես պատկանելու, արմատներ ունենալու, իրենից ավելի մեծ բանի մաս լինելու։ Ինչպես կարող էր մերժել դա։ Հաջորդ օրը, նույնիսկ նախաճաշից առաջ, Հասմիկը առանձնատուն հասավ ճամպրուկով։ Ռուբենը նրան դիմավորեց մուտքի մոտ, զարմանքն ակնհայտ էր նրա դեմքին։ Ես ընդունում եմ, պարզ ասաց նա։ Եթե առաջարկը դեռ ուժի մեջ է, ես ընդունում եմ։ Այն ժպիտը, որը լուսավորեց Ռուբենի դեմքը, կարող էր լուսավորել ողջ քաղաքը։ Իհարկե ուժի մեջը։ Միշտ ուժի մեջ կլինի։ Միքայելը իմանալով, որ Հասմիկը մշտապես այնտեղ է բնակվելու, տոնական պար կատարեց, որը ներառում էր ցատկեր, պտույտներ, ուրախության խանդավառ նշաններ, որոնք ստիպեցին երկու մեծահասակներին ծիծաղել մինչ արցունքներ։ Այն երեխան, որը ամիսներ առաջ թակարդված էր ցավի մեկուսացման մեջ, այժմ ճառագում էր այնպիսի ինտենսիվ երջանկություն, որ անհնար էր չվարակվել դրանով։ Օրերը վերածվեցին շաբաթների, շաբաթները ամիսների։ Կյանքը շարունակեց իր բնական ընթացքը, վերելքներով, վայրեջքներով, մարտահրավերներով, տոնակատարություններով, բայց միշտ խարսխված այն ամուր միջուկի վրա, որը սիրո հասկացողության միջուկն էր, որը նրանք միասին կառուցել էին։ Միքայելը շարունակեց աճել, զարգացնել իր գեղարվեստական տաղանդը, ընկերներ ձեռք բերել, ուսումնասիրել աշխարհը մեկի վստահությամբ, ով գիտի, որ ունի անվտանգ հիմք, որտեղ կարող է վերադառնալ։ Ռուբենը հավասարակշռում էր իր մասնագիտական պարտականությունները հետողական հայրական ներկայությամբ, այլս երբեք թույլ չտալով, որ աշխատանքը ստվերի այն, ինչն իսկապես կարևոր էր։ Եվ Հասմիկը գտավ տուն բառի իսկական իմաստով, ոչ միայն ֆիզիկական վայր, այլ մի ընտանիք, որը նրան տեսնում էր, գնահատում, սիրում։ Դժվար պահեր եղան, իհարկե։ Օրեր, երբ հաղորդակցությունը ձախողվում էր, հիասթափություն էր տիրում։ Գիշերներ, երբ Միքայելի ապագայի մասին անհանգստությունները բոլորին արթուն էին պահում։ Երբեմն վեճեր, կոնկրետ իրավիճակները լուծելու լավագույն ձի շուրջ։ Բայց նրանք ամեն ինչ միասին էին հաղթահարում, համբերությամբ, սիրով, ամեն օր ավելի լավը լինելու անսասան պարտավորությամբ։ Եվ հետ նայելով այն առաջին օրը, երբ Հասմիկը բարձրացավ տուֆե սալահատակով, պարզապես հաշիվները վճարելու աշխատանք ակնկալելով, նա հազիվ էր ճանաչում իր այդ տարբերակը։ Այնքան բան էր փոխվել։ Այնքան բան էր աճել։ Նա ոչ միայն փրկել էր Միքայելին։ Ինչ-որ առումով Միքայելն էլ էր փրկել նրան, նպատակ իմաստ տալով մի կյանքի, որը դառնում էր մեխանիկական անհոգի։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հասմիկի, Ռուբենի, Միքայելի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։
Այս ճանապարհորդությունը մեզ ցույց է տալիս, որ իսկական հաղորդակցությունը շատ ավելին է, քան խոսակցական բառերը, որ սերը դրսևորվում է ուշադիր ներկայության մեջ, որ երբեք ուշ չէ արթնանալու այն բանի համար, ինչն իսկապես կարևոր է։ Եթե դուք հուզվեցիք այս ընտանիքով, որը սովորեց լսել միմյանց ոչ միայն ականջներով, այլ սրտով, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախոր ճշմարիտ կողմը, ցույց տալով, որ իրական փոխակերպումները հնարավոր են, երբ մենք մեզ թույլ ենք տալիս լինել խոցելի, ներկա փոխվելու պատրաստ։ Հասմիկի Միքայելի պատմությունը մեզ հիշեցնում է, որ երբեմն ուշադրության պարզ ժեստը կարող է փրկել ոչ միայն մեկ կյանք, այլ մի ամբողջ ընտանիք։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր հոգին։